Բարև ձեզ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast, այսօր ձեր հետ ես եմ Հարաչալավյանը, Զաքարյան Արճամը եւ մեր հյուրն է այսօր ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Բարի գալուստ, շնորհակալություն, որ մեզ այցելեցիք։ Եվ սկսենք մի թեմա, որը կարծում եմ մեր հետաքրքիր թեմաներից մեկն է, կամ մեր հանդիսատեսների ու ընկերների հետաքրքիր թեմաներից է ընդհանրապես ինչ որ վերաբերվում է անշարժ գույքին, բայց այսօր երևի մի քիչ ուրիշ կողմերից կմոտենանք, գուցե պակաս հետաքրքիր բիզնես տեսանկյունից, բայց էսթետիկ տեսանկյունից գուցե ավելի հետաքրքիր։ Սարհատ ջան, կխնդրեմ մի քիչ պատմես քո մասին, այդքան լավ չգիտենք։ Գիտեմ քեզ, բայց այդպես լավ չգիտեմ, այսինքն հյուրեր կան, որոնց շուտվանից եմ ճանաչում, քեզ այդքան էլ չեմ։ Ես եմ շնորհակալ, ճիշտ ասած հավերի համար, մասնագիտությամբ ճարտարապետ եմ, երկաթարներ դասավանդել եմ, հիմա եմ դասավանդում, քաղաքային պլանավորում, երկաթարներ դասավանդել եմ Պոլիտեխնիկի ճարտարապետաշինարական համալսարանում, հետո ինչ-որ ժամանակ ամերիկյան համալսարանում, հիմա պետական համալսարանում։ Իսկ դու ինքդ Երևանից ես ծնունդով։ Ծնունդով Երևան չեմ, բայց Երևանում եմ մեծացել 7 տարեկանից, նես ու ես ինձ անում եմ, չեմ իդենտիֆիկացնում որևէ այլ քաղաքի հետ, երկրի հետ։ Դե կյանքի տարբեր էտապներ, տարբեր բաներով զբաղվել, բայց միշտ եղել է քաղաքային պլանավորում, ավելի երիտասարդ տարիքում քաղաքային ակտիվիզմը ժամանակ, հետո չգիտեմ բարեբախտաբար պլանավորման հետ կապ ունի։ Դե կապ ունի, որովհետև հենց որ մենք ավարտեցինք այդ ժամանակ հենց Հյուսիսային պողոտան էր կառուցվում, գլխավոր պողոտան էր կառուցվում եւ մեզ այդքան որպես ճարտարապետ այնքան պետք չէինք այս հասարակության, ինչքան փորձել այդ խնդիրները, այսպես ասած, բարձրացնել հանրային, այսպես ասած, դաշտում։ Հետո չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար պետական կառավարման համակարգում որոշակի աշխատանքի փորձ ունեմ եւ այդ ո՞նց եղավ որ գնացիր կադաստրի կոմիտեի նախագահ, չէ՞։ Դե այդ ճարտարապետություն չէ՞ ինքն։ Դե իրական դա քաղաքային պլանավորում է, այսինքն Հայաստանում կա այդ պատկերացումը, որ քաղաքաշինությունը ոնց որ մենք անվանում ենք, որ ես փորձում եմ այդ բառից խուսափել, որտեղ ինձ թվում է այդտեղ լիքը խնդիրներ առաջանում, հենց որ քաղաքաշինություն եզրին ենք օգտագործում, սկզբում պլանավորել է։ Պլանավորման մասն է խոսքը գնում։ Մենք լավ ենք շինում։ Դա էական կապ ունի փոխկապակցվածքադաստրի հետ եւ այն ժամանակ այսպես կոչված Թավշյա հեղափոխության ժամանակ որոշակի, այսպես ասած, խորհուրդներով փորձում էի ճիշտ ուղղության վրա դնել, ճիշտ մարդկանց նշանակեին եւ այլն եւ ինչ-որ պահի եկավ հասանք նրան, որ իհոք ես ասացի շոտ sense հնարավոր չէ, սխալ ուղղությամբ եք գնում։ Եվ լավ բան իշացրեցիր մեր մասնագիտության, հա, իմ նեղ մասնագիտությունը ներքին աուդիտն է, մեր ստանդարտներով պլանավորումը կարևոր տեղ ունի։ Ես հիմա որ շփվում եմ որպես ասոցիացիայի նախագահ տարբեր գոլեգաների հետ, շատ տեղերում աուդիտը սկսում են չինելուց, այսինքն սկսում են միանգամից ստուգել ինչ-որ բան, որը հենց չեն պլանավորել, էլի։ Ես է դրա միջով անցել եմ ժամանակին, ասենք մենք եկանք նրան, որ պլանավորումը ամենաերկար փուլն աուդիտի, այսինքն դու լավ պատրաստվում ես, թե ինչ պետք է աուդիտ անես, որ հետո շատ տենց նպատակային գնաս հիպոթեզը հաստատես կամ հերկես ու հաշվետվություն գրես, էլի, բայց մեր մոտ առանց պլանավորելու մեկը սկսում են, չգիտեմ, տրանսպորտի գին բարձրացնել կամ ինչ-որ թաղամաս սկսել սարքել կամ քանդել ավելի շուտ, հա, ամենալավը քանդելն է ստացվում, դրա համար տեն շատ պլանավորել պետք չէ։ Չէ, ցավոք սրտի յոք բան չեղավ 30 տարվա ընթացքում տենց էլ ազատ շուկայի պայմաններում քաղաքը ոնց պետք է կառավարել, տենց էլ մենք չիմացանք ոնց պիտի լինի։ Ինքը ոչ որպես գիտակարգ կայացավ քաղաքային պլանավորումը, այսինքն բուհում էլ հիմա որ անցնում են դեպս անցնում են խորհրդային տրամաբանությամբ, նաև որպես հանրային չի փոխվել, ոչ էլ հանրային կառավարման ոլորտում վերաիմաստավորվեց։ Այսօր օրինակ համար քաղաքային պլանավորման եւ քաղաքացիության ֆունդամենտալ, այսպես ասած, տարբերությունները դա հողի սեփականության ձևերի մասին է խոսքը գնում, այսինքն խորհրդային տարիների կառուցակարգերը դրանք մեկ սեփականատիրոջ, մեկ պատվիրատու ինստիտուտի շուրջ է ստեղծված, բայց անկախության շրջանում արդեն ինքը բազմախաղացող, այսպես ասած, գործընթաց էր։ Հիմա գլխավոր հատակագից ենք դնում անունը, ինչ ենք դնում եւ այլն, այդ գեյմպլանները
ունենք ինչ-որ բաներ, դրանք որևէ մեկը չեն պատասխանում ժամանակին։ Դրանք որտեղ նորից արված են նույն տրամաբանությամբ, որ այսպես ասած մի հատ կենտրոնական իշխանություն, որը որոշում է ինչ-որ միտեղ անի, մի օր կասկադն ասարկում, եւ ֆիդուսն ասարկում եւ այլն, եւ չի վերաիմաստավորվում այդ ամեն ինչը։ Պլանավորում կա այդ պլանի մեջ։ Ինչ հատակագիծը ուրիշ ոնց որ կոնոտացիա ունի, պլանը ուրիշ էլի, պլանից կանը որ սկսեցինք։ Դե տեսեք, եզուիտը սենց է, խորհրդային տարիներից դա գլխավոր հատակագիծ է կոչվում։ Հենց որ կա պլանային տնտեսություն, շատ հեշտ է, այսպես ասած, պրոյեկտել, ինչպիսի զարգացում ես դու ուզում ունենաս։ Հիմա հենց որ ազատ շուկայի պայմաններում դու պետք է ունենաս այլ, այսպես ասած, բաներ, գիտակարգեր, որոնք սնում են, սոցիոլոգներ, տնտեսագետներ եւ այլն, որոնք սնում են այս պլանավորման գործընթացը։ Օրինակի համար բերենք թարմ օրինակ։ Ինչպես որոշվեց, որ Երևանին օրինակ պետք է համերգասրահ եւ մա Կասկադում կառուցում համերգասրահ։ Գնանք փողոցում երևանցիներին հարցուփորձ անենք կամ ցուցակագրենք օրինակ հիմա Երևանի խնդիրները, վստահ եմ համերգասրահ վերջի 100-րդ կետը պիտի լինի այս բոլոր խնդիրների մեջ։ Բայց հիմա Երևանի քաղաքը որ ինչ-որ մի հատ բան հաղթել է կամ քաղաքը մտել է մի հատ բիզնես process-ի մեջ, որտեղ Կասկադի վրա սարքում համերգասրահ։ Հիմա հարց եմ տալիս ի սկզբանե, հələ մենք Կասկադը մոռանանք, որ պետք է շարունակվի, պիտի չշարունակվի, ոնց պիտի շարունակի եւ այլ։ Երևանին համերգասրահ պետք է թե ոչ։ Այսօր Երևան քաղաքը մտնում է մի հատ բիզնես process-ի մեջ, որպեսզի Կասկադի վրա ստեղծի կառուցի համերգասրահ, որ ոչ կառուցելու փող ունի, ոչ պահպանելու փող ունի, ոչ էլ դրա անհրաժեշտություն ունի։ Մազամեգան համալիրի դահլիճները կամ օպերայի մնացած դահլիճներն չի որ տենց պայթում են եւ չեն բավարարում էլի։ Այսինքն որոշման ընդունման ալգորիթմը ոնց պիտի լինի, այդ դա չի դառնում, այսպես ասած, ոչ գիտական պրոֆեսիոնալ մակարդակով չի դառնում, ոչ էլ հանրային կառավարման գործիք չի դառնում։ Իսկ ով պետք է դա որոշի։ Դա ինչ էքսպերտների խումբ, ինչ կառույց քաղաքները ունենում են, այսպես ասած, իրան զարգացման ռազմավարություններն են մշակում, որի մեջ տարբեր մասնագետներ են աշխատում, որի մեջ ամենաառանցքային դերակատարներից մեկը քաղաքային պլանավորողներն են, բայց այնտեղ կան տնտեսագետներ, սոցիոլոգներ, մարդաբաններ, բնապահպաններ, մշակույթի ոլորտի կառավարման մասնագետներ, որոնք բերում են այդ պատվերը, որ գիտեք, ոնց Երևանին համերգասրահ պետք, ցուցասրահ պետք, թե արվեստի դպրոց պետք, կոպիտ ասած։ Այս տվյալների համախումբը ձևավորում է քաղաքի զարգացման 5-ամյա, 10-ամյա, 15-ամյա այսպես ասած ռազմավարության ծրագիր, հետո դա պրոյեկտվում է տարածության վրա, որտեղ պիտի լինի այդ համերգասրահը, արդյոք պետք է Կասկադում լինի, թե օրինակ Շենգավիթում պիտի լինի, կոպիտ ասած։ Այդտեղ տարածական ոլորտի մասնագետներ, քաղաքային պլանավորողներն են ասում, մի այլ բանում շերտ ինֆորմացիա գայս է տնտեսագետների կողմից կամ չգիտեմ ֆինանսիստների կողմից եւ այլ, այս ինֆորմացիաների համախումբը վերջում դառնում է այդ պլան կոչեցյալը, որ պետք է քաղաքի համար դառնա ճամփային քարտեզ ինչ պետք է արվի։ Հիմա հարց, եթե այդ խմբում կամ այդ էքսպերտային, չգիտեմ, կառույցում պետք է մասնակցեն տարբեր ոլորտի մարդիկ։ Այո։ Մի հատ գաղափար կա ֆինանսներում կամ շեն տարբեր տեղ կոչվում է paralysis by analysis։ Այսինքն մենք ունենք այնքան շատ կարծիք, որ վերջում որոշում չենք կարող կայացնել, որովհետև պարալիզացիա է գալիս։ Հիմա արդյոք այդ պարագայում օրինակ ավելի էֆեկտիվ չի, որ մեկը պրոստը չագուժով խփում ասում, ստեղ պետք է լինի համերգասրահ։ Օրինակ եմ ասում, չեմ ասում որ դա ճիշտ է։ Էֆեկտիվ չի, որովհետև մեկ հոգու խփածի այդ հարվածը չի ենթադրում են բոլոր տվյալների համախումբը, որ անհրաժեշտ է այդ որոշումը կայացնելու համար։ Աշխարհում կան 100,000-ավոր քաղաքներ, հազարավոր քաղաքներ, որոնք են ճիշտ Երևանի չափ բնակչություն եւ Երևանի կարգավիճակ, այսպես ասած, որոնք ունեն ռեգիոնալ կենտրոններ եւ այլն, որոնք կառավարվում են ինչ-որ մի ձև լավ թե վատ, հիմնականում Երևանից ավելի լավ լուծում են տրանսպորտի խնդիր, լուծում են համերգասրահի խնդիր եւ այլն։ Դրանք որոշումների ընդունման ալգորիթմներ են, որոնք պետք է լինեն հանրային կառավարման մեջ եւ քաղաքի դեպքում դրանք որոշակի փոփոխություններ են ենթարկվում, որտեղ արդեն դա տարածական բաղադրիչը շատ ֆունդամենտալ է դառնում։ Այսինքն, ոնց որ ասեցինք, մենք կարող ենք քննարկել համերգասրահ ունենալու գաղափարը, բայց համերգասրահի որտեղ լինելը դա ֆունդամենտալ է, որտեղ այդ համերգասրահի որտեղ լինելը ազդում է տրանսպորտի վրա, բնապահպանության վրա եւ այլն, այսինքն մնացած ուղղությունների վրա էլ ազդում է ամեն ինչը։ Այս է տրամաբանությունը։ Այստեղ օրինակ նույն Կասկադի դեպքում ինչա տեղի ունենում, կա այդ
մուրճի հարվածը, որ ես ուզում եմ, որտեղ կոնկրետ մարդու խոստացել է համերգասրա, կոնկրետ գնացել են ընտրել մի ճարտարապետի, որ չգիտես ինչու այդ ճարտարապետը ընտրվել, եւ ինչա տեղի ունենում, կասկադի վերին հատվածում տեղի ունենում այսպես կոչված համերգասրահի կառուցումը, որպեսզի դրա ֆինանսավորման խնդիրը լուծվի, դրա աջակողմյա հատվածը, որը նախատեսված է լինել կանաչ տարածք Երևանի գլխավոր արտագաղթով եւ Քաֆեշյանների նախնական պայմանագրով, դրվում է մասնավորին կառուցապատման համար, Երևանը կորցնում է այդ կանաչ տարածքը, Երևանը օգտվում է մի հատ ավելորդ համերգասրահ, որի կարիքը չունի ընդհանրապես, կոռուպցիոն որոշակի ռիսկեր ունեցող մատի շու մի հատ ճարտարապետ Ֆրանսիայից գալիս է սկսման նախագծումը, եւ այսպես մի հատ ամբողջ մի հատ գործընթաց է լինում, որը ոչ թե լուծում է կոնկրետ խնդիր, այլ ասում եմ դեռ խնդիրներ, որտեղ վաղը չեմ իսօր մյուս հեղեղի անձրևի ժամանակ հենց որ հեղատար այսպես աջուրք դեպի Երևանի կենտրոն, դա պատճառներից մեկը ջրաթափանց մակերեսների պակասն է, կանաչ տարածքի պակասն է, եւ դա ավելացած գինն է, որ մենք այդ մուրճի հարվածի մեջ այս ամբողջ շղթան չենք դիտարկում։ Էլ չեմ ասում, որ այդ համերգասրահ 50-2000 հոգի, 2000 հոգի պետք է դուրս գան այդտեղից։ Հրդեհի դեպքում եւ ոչ հրդեհի դեպքում մեքենայով պիտի գան հասնեն այդտեղ ոնց է լինելու օրինակի համար Երևանի հենց հիմա հաստատված գլխավոր հատակագծով Կասկադում պետքա լինի Երևանի երկրորդ մետրոյի գծի կայարանից մեկը պետքա լինի Կասկադում հիմա պետությունը մոտ 100 միլիոն դոլարանոց մի հատ ներդրում է քննարկում Կասկադում ամբողջովին մոռացել է որ ինքը երկարաժամկետ կտրվածքով այստեղ մետրոյի կայարանի գաղափար ունեցել դա մոռացվում է Եվ դա հանրության վրա վերջի վերջում շատ ավելի թանկ այդ մեկ մուճի հարվածը։ Հասկանալ է։ Հələ դրա լուծումը ո՞րն է, Սարհատ։ Լուծումը որ պրոֆեսիոնալ իրականացվի քաղաքի երկրի կառավարումը։ Ռեսուրսը ունենք, ինձ թվում է նախ եւ առաջ պետք է ասել քաղաքական կամքից, պետք է լինի գիտակցումը, որ պետք է դա ճիշտ արվի, եւ հետո եթե չունենք մասնագետներ, ապա դրսից են բերում մասնագետներ, ինչպես տարբեր բնագավառներում։ Հիմա ես ինքս բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, տարբեր երկրներ եւ քաղաքներում խորհրդատվություն եմ իրականացնում։ Գնում են կոնկրետ քաղաք, ասում են ես ներուժ չունեմ, եկեք ինձ խորհուրդ տվեք, որ ես ինչպես պիտի անենք եւ այլն։ Երևանում մենք պետք չենք, փաստացի։ Այսինքն ես պետությունը վերջի անգամ 5 տարի առաջ ինձ ասել, ինչ անենք, այսպես ասած։ Բա ում ասել։ Դե ունի ինքը ինչ-որ ենթակառուցվածքներ ունի, որոնք ուրեմն նախագծային ինստիտուտը, խորհրդատուն են եւ այլն, ում այդ ամեն չանում են։ Այս սովետական մեթոդիկայով, չէ՞։ Սովետական մեթոդիկայի կամ գիտեք ոնց է, այս Երևանին այս փոքր տեղ լինելը, իրանք նաև հաջորդ խնդիր ունեն։ Հենց որ իրանք բերում են, փորձում են, այսպես ասած, նույն սերնդին պատկանող պրոֆեսիոնալի են բերում դներ, իրանք նաև մրցակցության մեջ են մտնում այդ մարդու հետ։ Այսինքն կոպիտ ասած դիցուկ, եթե այս ներկայիս, այսպես ասած, այն սերունդը, որը հիմա իշխանության է, այդ սերունդից ինչ-որ մեկը գալիս է խորհրդատու քաղաքին ճիշտ խորհրդատալի եւ այլն, իրանք դա մեջ նաև տեսնում են վտանգ, որ այս մարդը հաջորդ ընտրություններին մեկ այլ, այսպես ասած, ընդդիմադիր ցուցակի մեջ կարող է գա իրանցից ձայն տանի, ենթադրաբար եւ այլն, իրենք նաև այդ առումով են փակվում։ Եվ Հայաստան այնպես նենց չի որ շատ մասնագիտական ներուժ ունենք, բայց նույնիսկ այդ փոքր եղած մասնագիտական ներուժն էլ չի օգտագործվում իշահս, այսպես ասած, քաղաքի, իշահս երկրի, այսպես ասած, մանր թայֆայական, այսպես ասած, մանր խնդիրների պատճառով ու դրա համար մենք կոպիտ ասած ես կամ այլ ոլորտի մասնագետներ չեն կարողանում պատշաճ խորհուրդներ տան շրջակա միջավայրի նախարարությանը եւ այլ։ Իսկ այդտեղ չկա սուբյեկտիվիզմ։ Օրինակ, արդյոք օբյեկտիվորեն կարելի է գնահատել, որ մասնագետները ավելի ունակ են, որոնք ավելի ունակ չեն։ Այսինքն ուզում եմ ասել, բնակչությունը դա չի կարող գնահատել ոչ մի ձև։ Ենթադրում եմ, չինովիկների մեծ մասը նույնպես չեն կարող գնահատել։ Այսինքն դա ձեր ոլորտի մեջ ոնց որ թե ինչ-որ մի ձև դուք ինքներդ պետք է գնահատեք, չէ՞։ Չկա տեղ սուբյեկտիվ։ Բայց այդտեղ կապ պետք է լինի, չէ՞, դերից մեկը պետք է լսի այս մարդկանց։ Հասկանում եմ, ուզում եմ ասել, ինքը շատ նեղ մասնագիտական է, շատ քիչ մարդիկ են, որ տիրապետում են այդ մասնագիտությանը, էլի։ Նկատում եմ տեղ ես ոչ մեկին չեմ ուզում պաշտպանել այս պետության ամենևին, պրոստը զուտ այս խոսակցության լոգիկայի մեջ եմ փորձում հասկանալ, ում պետք է լսենք։ Տեսեք, տարբեր ձևեր կան։ Հիմա նույն համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը այսօր Երևան քաղաքին տալիս են խորհրդատվություն։ Երևան քաղաքը ասում է, ես մասով ունեմ ներուժի պակաս, ինձ օգնեք։ Գնում են իրանք ինչ որ մի հատ գնման process-ով, ընտրում են միջազգային կամ տեղացի փորձագետների,
Մենք պատրաստում ենք ինչ-որ մի հատ առաջարկությունների փաթեթ, տալիս ենք իրանք տեսեն Երևանի քաղաքապետարանին։ Այդ նույնը կարող եմ վստահեմ դուք բանկային ոլորտում կարող եք բազմաթիվ օրինակներ բերեք եւ այլն, այո պետությունը չի ունենում, բերում է ինչ-որ որոշակի լուծումներ ա գտնում։ Ցանկության դեպքում նույնիսկ պետք է չի տեղի մասնագետներն են, ցանկությունն այդ ցանկության գիտակցումը արդեն իսկ կարևոր է։ Օրինակ հիմա նույն եկեք խոսենք տրանսպորտի ռեֆորմի մասին։ Երևան քաղաքի ներկայիս տրանսպորտի, այսպես ասած, չարչարվող ռեֆորմը իրականացվում է, խնդրում եմ ուշադրություն դարձեք թվականին 2015 թվականին հավաքված տվյալների հիման վրա։ Ոգին թորմո 2015 թվականին հավաքել են տվյալ։ Կարա ինչ 85 վերցնի։ Այն ժամանակ Երևան քաղաքի Հայաստանի մեքենաների կեսը, մեքենաների քանակը գրեթե կրկնապատկվել է։ Այդ դատան հավաքվել է 2018-ին մշակվել է տրանսպորտի սխեմա ինչ որ մի հատ խորհրդատուի կողմից եւ այլն 2024 թվականին մենք իրականացնում ենք 10 տարվա վաղեմության դատաների հիման վրա։ Ես իմիջիալից հենց այդ թեմա համերգասրահը բանը որ ասացիր իմ պատկերացում են որ որևէ մեծ պատկեր այդ հակատակագիծը կլինի դեր ինչը կլինի պլանավորումը կլինի ոնց որ չունի ու չի փորձում ձևակերպի տենց խնդիր ճիշտ է օրինակ այսօր տրանսպորտը դարելա լուրջ գլխացավանք ասենք քաղաքի մի տեղից մյուս տեղը գնալը երթևեկությունը թե տրանսպորտը թե երկուսն է երթևեկությունը երթևեկը որի մեջ նաև տրանսպորտը իր տեղ ունի այսինքն ինքը մի հատ խնդիր է որ գնալով քաղաքի համար բարթանալու է հա մարդիկ ավելի շատ ուզում են էլեկտրական մեքենաներ բերել, որովհետև ինչ որ քվոտաներ կար, որոնք հիմա լրացել են, բայց տենց ինչ որ ավտոյա մանյան տենց շարունակվում է ու դա տրանսպորտի չլինելու կամ բավարար չլինելու պարագայում անընդհատ մեքենա է շատանում, դա կարծում ես տրանսպորտի խնդիր է։ Հարցս որպեսի ամբողջացնեմ, օրինակ որ Սարհատ ասեց խորհրդատվություն բան, հիշեցի որ Մատ լավ գիրք էի կարդում, այնտեղ մի գլուխ կա կոչվում է Կոպենհագենիզացիա, որ Կոպենհագենը մի արդեն անունը չեմ հիշում ճարտարապետի շնորհիվ խնդիր ձևակերպեց, ոնց թեթևացնեն մեքենաներ ու դառնան հեծանվային քաղաք ու բավականին լուրջ տոկոսային փոփոխություններ կա, օրինակ մեքենաների պարկինգներն արգելված, ի վերջո, ասենք մարդիկ նույնիսկ ցուրտ եղանակին հեծանիվով գործի են գնում շատ-շատերը դրա բողոքողներն էլ կան, բայց ի վերջո իրանք եկան նրան, որ էկոլոգիան, օդը, ինչ որ մի կեսօր ենք բողոքում այդ բոլոր հարցերը համակարգային ձևակերպեցին եւ քայլ առ քայլ լուծեցին ու հիմա տարբեր քաղաքներ դիմում են այդ ճարտարապետին, որ գան իրանց քաղաքներն էլ օգնեն բեռնաթափել, դարձնել ավելի մարդամոտ քաղաքներ, էլի, ասենց ասեմ, հա։ Դա Յանգելն էր, ով որ ամենաթարմ օրինակներից մեր մոտ նաև բանը համադրել եմ մեր հետ Մոսկվայի քաղաքապետան Սաբյանին այսօր դարձավ քաղաքապետ առաջի բաներից մեկը ինքը եկավ եւ Մոսկվայի մեծ փոփոխությունները որ մենք հետո տեսնում ենք նաև այդ նույն ճիշտ այսպես ասած քաղաքական արդյունքում Մոսկվայում դա քայլ իհարկե մասշտաբները տարբեր Կոպենհագեն եւ գնալ հաճախ գնում խցանումները համեմատաբար քչացան Համեմատաբար Վիեննա մեր ընկերը Վայկը պատմում էր թե ոնց է որ Վիեննայում խցանումներ չկա որովհետև քաղաքը մտածված կերպով տարբեր խնդիրները վերահանել լուծել է օրինակ դրսից քաղաք մտնողները այնտեղ մետրոյի կայարաններ կան որտեղ հատուկ պարկինգներ են սարքած համեմատաբար էժան մեքենան թողում են ու քանի որ մետրոյից անցնել լավն է մետրոյով են քաղաքի մեջ շրջում հիմա եթե դու չունես բոլորը ասենք դրսից Դու առավոտները մի հատ Իսակովով արի Երևան։ Էջմիածնից մինչև Երևան խցանում է։ Ինչ անենք։ Ինչ անենք։ Պետք է քշտել թևերով, այսպես ասած, զբաղվել համեմատիագործով, ունենալ համակարգային, այսպես ասած, մոտեցում ես ամեն ինչին ու քայլակայլ գնալ, ու ոչ թե քաղաքին դիտարկել որպես փող աշխատելու ինչ որ մի բան, օրինակ հիմա երեք հենց հավաքանու որոշմամբ քաղաքապետը գլուխագովում շատ եկամուտ հավաքելու համար։ Դա վատ բան
Կարևոր չի, ինչ որ Թուրքիայի հաշվին եւ դա վատ բան չի։ Բնականաբար քաղաքի ինքը տնտեսությունն է պետք է լինի, բայց դա չի կարող լինի առաջնային խնդիրը։ Դու քո այսպես ասած առաջնորդների շատ ավելի կարևոր բաներ ունես, դու շատ կարևոր է քո համար իմանաս, որ մեկ քաղաքացին օրական ինչքան է շարժման համար ժամանակ ծախսում։ Հիմա դա տրանսպորտում է, թե խցանման մեջ է, թե ինչ է եւ այլն։ Չի կարող քաղաք, որը բոլոր պարամետրերով օդի աղտոտվածության համար ամենացածր դիրքերում է հայտնվում, ավականու նիստի ժամանակ այդ հարցը չանդրադառնան եւ գլուխ գովան, որ տեսեք մենք եկամուտներ շատ ենք հավաքել եւ քաղաքի փողոցներում նոր պաստառներ լինում փոշին ժամանակավոր արժեքները մնայուն, ինչ որ ասես մի հատ պոստերներ կա Երևանի քաղաքապետարանը դա ռոպագանդում է 21-րդ դարում բնապահպանական այսպես ասեն դիսկուրսը որ կա եւ փոխում է ողջ տնտեսական այսպես կառուցակարգերը եւ այլն, այսօր Երևանում դա ընդհանրապես խոսակցության թեմա չի։ Ինչ որ ժամանակ վիճակը վատանում է, ինչ որ խիստ հանձնարարականներ են տալի, ասում են այդ կանաչ տոպրակները քաշեք շենքերի վրա, որ ընդհանրապես որևէ խնդիր չի լուծում։ Ինչ որ ժամանակ բոլոր կառուցապատողները բերում են թանգ ու կրակ այդ կանաչը բանը փոխում են, հետո իրանք էլ ասում են անիմաստ է, ասում են դե լավ, ամեն անգամ ավելի լավ դու գան կտանք, բայց այդ ախմախ փողը չծախսեմ մի բան եմ, որ հարց չի լուծում օրինակի համար։ Իսկ ինչ պետք է անեն կոնկրետ այդ դեպքում։ Աղտոտման օդի աղտոտման։ Չէ, փոշու է, դա չինարական։ Մեր մոտ փոշի է, որտեղ շատ է մի քանի պատճառ կա, մի պատճառ չունի, էլի պատճառներից մեկը դա այո շինարարության մեծ ծավալն է, շինարարության մեծ ծավալի ժամանակ նաև շինհրապարակները պատշաճ չեն պահպանվում, չեն ջրվում եւ այլն այդ գործողությունները չեն իրականացվում։ Ամենամեծ խնդիրը այսօր որ դրա մասին քիչ է խոսվում կամ հենց որ խոսվում ասում են դա Երևանի խնդիրը չի, Երևանի ողջ հյուսիսում ավազի անքեր են գործում։ Երևանում քամին գայս հյուսիսից դեպի հարավ։ Այսինքն այդ բոլոր չայնի այսպես ասած նախկին պտույտները որ շուտով չեն լինելու հաղթավարյա լինելու այս թափով որ գնում են այդ ավազի անքերը եւ այլն, այդ փոշին գայս Երևանում մենք շնչում ենք։ Եվ հենց որ դու Դա մյուս բաներից մեկն է, որ ես միշտ ապշում եմ, հենց որ հանրային կառավարման ոլորտի ընկերների գործընկերների հետ խոսում ենք, ասում են, բայց ի խնդրի ասում, սա Երևանի սահմաններում չի։ Ասում եմ ես որպես երևանցի 1980 թքած ունեմ դա ում սահմաններում է գտնվում։ Փոշին ես եմ շնչում։ Հենց որ մենք սայնս 2 տարի Երևան ասում ենք Երևան ջան, կլիմայի փոփոխության արդյունքում դու ունենալու ես էքստրեմ եղանակի փոփոխություն ես ունենալու, դու ջրհեղեղներ ես ունենալու։ Ասում են վիոլան մեր ենթակայության տակ չի, մենք չենք կարող վիոլային ասենք հեղատար համակարգը մաքրի։ Ասում եմ, բայց ջուրը հենց որ լծվեց ճանապարհները փակվեց, Երևանցին չի հետաքրում թղթով վիոլան ում բալանսի տակ ջրային կոմիտեի թե ես իմում որպես Երևանցի ինքը տուն չի հասնելու եւ քեզ որպես եթե ընտրություններին հաջորդ անգամ ձայնիզում քեզ ձայն չի տալու որովհետեւ չի հասնելու։ Այս տեսակա կառավարվում է ամեն ինչը։ Ու դրա համար ունենում ենք այս վիճակը։ Լուծումները ցանկության դեպքում հնարավոր է, հեշտ չեն։ Տարիներով խնդիրներ են հավաքվել։ Մենք հիմա էլ ամենօրյա կտրվածքով հավաքում ենք խնդիրները ու չենք լուծում այդ խնդիրները, բայց պետք է միցերից սկսել, լուծելով գնալ հասնել դրան։ Այն բնակչության քանակը, որ այսօր կա, դա հնարավոր է ելատանոց տարածքում։ Իմ կարծիքով սա ամենալավ, այսպես ասած, բալանսավորված բնակչության քանակն է, կես միլիոնից մինչև 1 միլիոն, միլիոն ու կես մոտավորապես, այս այդ հատվածն է, որտեղ կա եւ մասշտաբ եւ մարդկային ներուժի որոշակի խտացում կա, օրինակ Վիեննայի նույն դեպքում, եթե նայենք Վիեննան ու 600,000-ից մոտավորապես բնակչությամբ լինելով Եվրոպայում նզարակացած քաղաքներից մեկը, երբեմն այդ միշտ այդ խնդիրը կա, որ մի քիչ փոքր քաղաք է, մի քիչ ավելի մեծ է, չէ, բանով դա մակերեսով բայց բնակչության քիչ է, չէ, բնակչության 600 չեմ թե 1000 պիտի լինի, չէ, չի ասում, ավելի մեծ կտորով է, էլի, մետրո տարածքում միգուցե հասնի, էլի։ Դե Երևանը, եթե մետրո տարածքով դու գնաս, մետրոն հասնես մինչև օրինակ հիմա չգիտեմ, Աբովյան եւ այլն, Երևանն այսինքն բնակչության կեսից ավելին արդեն դրանով էլի։ Ես կարծում եմ, որ հնարավոր է լուծել, բայց պետք է դա օր առաջ սկսել, որովհետեւ ամեն օր ուշանալը դա թանկացնում է։ Եվ դժվարացնում է այս խնդիրները լուծելու համար։ Ունենք պոտենցիալ, որ այս տարածքում այն քանակի բնակչություն որ ունենք, այն քանակի մեքենաներ, բնակարաններ, ջրի հարցը լուծենք, տրաֆիկի հարցը լուծենք, այսինքն խցանումների, այսինքն դա հնարավոր է տրանսպորտի հարցը լուծել։ Մեքենա պարտադիր չի այդքան ունենաս։ Մարդ ունենալու մեքենա ունենալու պարտադիր չի, որ տենց իրար հետ աճեն էլի։
տրանսպորտ պետք է ունենաս։ Տրանսպորտի դու ուզում ես մեքենա քշես, ոնց պարտադրել ես հեծանիվ կամ Քաղաքի մեջ պարտադիր չես պատալու, բայց հետեւյալն է, էլի։ Ներկայիս դիսկուրսը մասնագիտական համաշխարհային այսպես ասոցիացիաները հետեւյալն է գնում, որ մենք պետքա կարողանանք տալ մարդկանց այլ ընտրանք տեղափոխման համար, արժանապատիվ, բնապահպանական առումով այսպես ասած ոչ վտանգավոր շարժման հնարավորություն տանք մարդկանց, հեծանիվ, մետրո, հանրային տրանսպորտ, ինչ ուզում ես, քայլել, վազել, սկուտեր եւ այլն, փորձել նվազեցնել, այսպես ասած, մեքենայի շարժման անհրաժեշտությունը, դժվարացնել մեքենայի շարժումը, կայանելը եւ այլն, եւ դրանով լուծել այդ խնդիրը։ Նույն Կոպենհագենի, այսպես ասած, ֆենոմենը, որ հիմա դասագրքային օրինակը դարձ այդպես է։ Ես միշտ ասում եմ, վերջի 30 տարվա Երևանի միակ կամ ամենակարևոր բարեփոխումներից մեկը դա Կարմիր գծերի ինստիտուտն է, որ բոլորը քննադատում են, որովհետեւ մեքենայի կայանատեղը մտավ հանրային գիտակցության մեջ, որ մեքենա կանել դա անվճար բան պիտի չլինի։ Դու պետքա մեքենա կանելը պետքա դժվար լինի եւ մեքենայի կայանման քաղաքականությունը դա տրանսպորտի, այսպես ասած, քաղաքականության բաղադրիչ է։ Բայց այդ մարդը, որ ապրում է կենտրոնում, այդ դրամաբանությունը վերում է, եթե ես ապրում եմ օրինակ, լավ, ես ապրում եմ կենտրոնում։ Լիքը մարդը, որ ապրում է կենտրոնում։ Այո։ Ու բախում ունի մեքենա։ Ինքը դեռ կանցնի չէ մեքենա։ Նույն վերադառնալով Կարմիր գծերի շարժման համար, մենք այն ժամանակ արեցինք շատ հեղափոխական քայլ, որ այն ժամանակ սկսեցին սկանավորել մեքենայի ավտոհամարները, գնում էր նայում էր բազայում, ստուգում էր, որ դու վճարել ես թե չէ։ Այդ ժամանակ աշխարհի մի քանի քաղաքներում դեռևս նոր տեխնոլոգիան կար։ Այս դառնում դա այնքան հեշտ է։ Կենտրոնի բնակիչ ես, դու իրավունք ունես կենտրոնի բան գրանցվում ես, ունենում ես ինչ որ մի հատ բան ժամային սահմանափակում, դու կարող ես քո մեքենան քո տեղում կանգնացնես, պետությունը բերում է ստեղծում այդ բազան, այդ բազայի ման որոշումը կենտրոնի բնակիչներին հնարավորություն տալի բակերում կանգնելու, մայթերի կայանումը թանկացնում է կամ ընդհանրապես վերացնում է եւ դիցուկ նորքի զանգվածում բնակիչ, ով որ Երևանում ունի գործ, գալիս ասում է ես մեքենայի կանգնեցնում տեղ չեմ լելու։ Մենք մեկ կյանքում էլ մենք լիքը դեպքեր կա, չասում ենք լավ տաքսով գնամ, որտեղ տեղ չեմ գտնի կանգնեցնում։ Արդյունքում ամենտեղ շլակ բողն է այմա։ Ոստի հասնում ենք նրան, որ դուք մեքենավ չեք գալի, գալիս եք այլ ընտրանքային միջոցով եւ մի մեքենա պակասես կենտրոնում։ Եթե մարդը կներես Էջմիածնից Երևան գալիս է գործի առավոտ, ասենք ինչ որ բանկում մասնաճյուղում աշխատելու, կարա եթե լիներ գնացքով գա, երեկոյան հետ գնա, ոչ թե ճանապարհին այդքան մեքենա։ Արո ջան, ոչ մեկ ինքնաբերաբար դա չի անելու։ Եթե ունի մեքենա, ինքը ընտրելու է մեքենան, ոչ թե գնացքը։ Չէ, հենց այդ է հարցը։ Եթե մեքենայով դու ծախսելու ես 40-50 րոպե ճանապարհին, իսկ գնացքով կարաս 10 րոպե մասնես, եթե գալու ես պարկինգի տեղ չի լինելու եւ այլն։ Դա կարող է բերի հեղափոխության, եթե մարդկանց ասես, որ դու օրինակ մեքենայով չես կարող մտնես կենտրոն։ Ես նորից եմ ասում, մենք խոսում ենք մի հասարակության մասին, որ սրանից մոտապես 10 տարի առաջ կիսով չափ ավելի պակաս մեքենա ուներ։ Այսինքն մենք խոսում ենք մի հասարակության մասին, որ սենց 30 տարի առաջ ունեցել աշխարհի բոլոր հնարավոր տրանսպորտի միջոցները, տրոլեյբուս, տրամվայ, մետրո եւ այլն։ Բայց եղել է չէ՞ համեր մշակույթի մասն ա եղել։ Կամ մենք խոսում ենք մի հասարակության մասին, որ Երևանի կենտրոնի փոքր բուն կենտրոնը, որտեղ կյանքը երևում է, այս ծերից այն ծեր անցնել է 20 րոպեի ժամանակ է։ Եթե դու հետիոտն կարողանաս ճիշտ կազմակերպես քո հետիոտն շարժման ֆազաները լուսացույցների, որ հիմա չի իրականացվում, ապա Երևանի կենտրոնում քայլել շատ ավելի հանգիստ կլինի։ Պատկերացեք օրինակ Թումանյան փողոցի ինչ որ հատված օրինակ հիմա Մաշտոց փողոցից դեպի Աբովյան մինչև Նալբանդյան հետիոտն ճանապարհ հետիոտն լինի մեքենա չմտնի տեղ։ Մենք սկսենք ավելի շատ քայլել եւ այլն։ Այսինքն ես ասենց ուղակի գաղափարներ եմ ասում, այսանք բոլորի համախումբն է, որ լուծում է այդ տրանսպորտի խնդիրը։ Բայց մենք ինչ ենք անում։ Մենք փոխարեն գանք դժվար ճանապարհով գնանք, այս վերջերս աղբանության այդ խոսակցությունն եղավ։ Քաղաքապետարն ասաց, գիտեք, ոնց ես բազա չունեմ, որ տանը քանի հոգի ապրում, աղբի գումար հավաքելու համար։ Եկեք քարոքսի մետրով ես գանձեմ։ Ամենահեշտ ճանապարհով գնաց։ Ես հասկանում եմ աշխատատար, այո, բայց աշխատանքը որ պիտի անես, եթե դու այդ աշխատանքը չունես, որ դիցուկ Թումանյան փողոցի եսիմիջ բնականում քանի հոգի ապրում, դու չես կարող մեքենայի ճիշտ քաղաքականություն որոշես։ Դու պետքա ջանկը տափես։
ունենաս այդ դատան, որ Թումանյանի այդ հատվածում քանի հոգի ապրում փաստացի, որ կանաս եւ աղբա հավաքես, եւ կարողանաս հավաքես կոդուց տրանսպորտի խնդիր։ Չէ, կարող է այսօր ապրում է մի ընտանիք, որը հետո գնում է այստեղ ապրում, բարձր է տալիս, ուսին դիտել չէ փոփոխական այդ։ Փոփոխական է, բայց դու համակարգ ես դնում։ Ես պետքա հայտարարման, այսպես ասած, ոչ թե եկամուտների հայտարարման ինստիտուտ ունենամ։ Ես սեփականատեմ, ես հայտարարում եմ, որ այս տան ապրում է 0 մարդ, այս տան ապրում է 2 հոգի մարդ։ Եկեք բռնեցիք ինձ, դու կանեք ինձ, բայց ես պետք է իրավունք ունենամ, որ ես ասեմ, այս տան քանի հոգի ապրում, որի հիման վրա դու կարող ես բազմաթիվ այլ քաղաքականություններ իրականացնես, աղբը ճիշտ հավաքես, իրազեկման ինստիտուտ ունենաս։ Այսօր Երևանում օրինակ եմ, Հայաստանում տվյալները բացաով որտեղ է ապրում եւ այլն, բայց ոչ ոք չի գացում փաստացի բնակության բազա Հայաստանում չկա։ Դա երկաթում ես գրանցման հասցնել։ Այո, որտեվ ես կարող եմ գրանցվել ոչ թե բնակվում այլտեղ։ Ես պետքա դու ինստիտուտ դնես հայտարարման, որ ես հայտարարեմ, որ ես տեղ եմ բնակվում, ինչպես ունակ ԱՄՆ-ում կա, օրինակ եմ ասում։ Սա փոքր բաներ են, որոնք գայս են կպնում են ու ազդում են քո ընդհանուր քաղաքականությունների մեջ։ Մեկ այլ օրինակ ասեմ, ես այս պատմությունը շատ սիրում եմ, ես հենց որ պետական կառավարման համակարգն է փորձեցինք լուծել, չլուծվեց։ Հայաստանում չկա հասցեների մեկ միասնական բազա։ Պետությունը չի կարող ասել, որ պայմանականորեն չգիտեմ, Թումանյան 4 շենքը չունի բազա, որտեղ է դա գտնվում։ Պատկերացնում եք։ Yandex Map-ով շենք։ Yandex-ն է, բայց պետությունը չունի։ Ավելին պետությունը չունի, որ այդ փողոցի անունը ինչ է, Հովհաննես Թումանյանն է, Հ Թումանյանը, Հովհաննես Թումանյանի փողոցը։ Պատկերացնում եք ինչի մասն է խոսքը գնում։ Պետությունը չի որոշել, փողոցները պետքա հոլովել, թե չի կարելի հոլովել։ Ինչ է դա պետք։ Էականորեն է, որովհետև ներքին Չարբախում հենց որ դու ուզում ես հասցե տաս, ներքին Չարբախի Ն Չարբախ, ՆՔ Չարբախ եւ այլն, բազմաթիվ այսպես ասած բաներ կանի, բազաները չեն գտնում մարդկանց անունների բազաները։ Եվ ազատ դիմակրն այդ պատմությունը կար օրինակ ապահովներ դնում էին, էլի բազաներում, ասենք նույն մեքենան, նույն Mercedes-ը կարող 15 ձևի գրանցված լիներ, նստել են մաքրել են, էլի դեպի գործանես։ Սա փոքր բաներ են, չենք նկատում։ Բայց եթե դու ես չես ունենում այս ամեն ինչը, դու չես կա ճիշտ քաղաքականություն ունենաս։ Նույնիսկ եթե ցանկություն կա։ Ուրիշ բան ասեմ, ձեր տան կողքերը այդ չնա Արամինա, չէ։ Ահա։ Ծախի վրա կանգնում էին մեքենաները, բերեցին բորձուր սարքեցին։ Հիմա ավելի փողոցի մեջ է գаг։ Ահավոր է, ես դա։ Այդ որ տեսա, ավելի լավ են 100 դրամ հավաքողները լինեին, քան դե այդ բորձուրը։ Բորձուրը շարել են։ Երկու կողմից կան։ Ճիշտ է, դագետի դիմացի Դագետի փողոցը։ Ու չկա գան տանում երկու անգամ այդ մեքենաները կամ ասենք Ամերիկայում ոնց է տանում են։ Մեկ մաքուրալ։ Բայց ես պարզ հիշում եմ այդ խոսակցությունը 2000, եթե չեմ սխալվում 5-6 թվական, այդ փոստը փակ էին, եթե հիշեք, հենց որ չկային այդ բարձր շենքերը եւ այլ, մեքենա չէր մտնում տա։ Հենց Մալիբու այգին է։ Այո, հետո հենց որ բացում են, ես պարզ հիշում եմ իմ խոսակցությունը ժամանակ Երևան նախագծի մեր գործընկերների հետ, ասում են, ինչի եք բացում, ասում եմ, բայց շենքերի մոտեցում չունեն։ Ասում հետևից կազմակերպեք, ինչի եք այդ ճանապարհը բացում։ Որտեվ դա մի ուրիշ դիմացություն է, որ բոլորին թվում է ճանապարհ բացելով լուծում են տրանսպորտի խնդիրը։ Օրինակ այս վերջերս Նոր Մարաշից այն Սարի կողքով եկող որ բոլորը հապարտանում այդ տեսեք ինչ լավ բան արեցինք։ Դա խնդիր չի ուզում, դա խնդիրի բարդացնում է։ Նույն ձևի բացվեց Նորքի զանգվածից Արմենակյան փողոցով եկող ճանապարհը։ Ես այդտեղ եմ մեծացել, հանգիստ փոս, մենք այդտեղ սահնակ էինք քշում։ Ղեկով էլ այդքան քիչ է մեքենա գնում։ Ցանել է երրորդ մասիվից նոր։ Հա, բայց դա խցանում է առաջացնում։ Հիմա այդտեղ ամբողջ ժամանակ նույն պարետների մեքենաները գնում են գալիս են եւ այլն։ Այսինքն այդ հաջորդ խնդիրն է շարժման դյուրինացումը, չի նշանակում շարժման խնդրի լուծում։ Ճիշտ է նախորդ այդ միտքը էլի մեքենայով բազարի, դե թողես ամեն մատը կուզենա գա մեքենան ճիշտ է դիան դիմացը կանգնի, հələ մի հատ մեքենան բացացնի բնական։ Բայց այդ սամնապակումները մենք ուղղակի փորձում ենք այդ ամեն ինչ ավելի կառավարել եւ բարվոք դարձնել։ Այդ այլ լուծում չկա, ցավոք սրտի չկա։ Լավ, իսկ բացի տրանսպորտը դե խոսացինք օդի աղտոտումից, որի ինչ որ մասը տրանսպորտն է, ինչ որ մասը շինարարությունն է։ Իսկ մյուս ամենամեծ խնդիրը դա Երևանում կանաչ զանգվածի որակն է։ Մի հատ կա քանակ ունենք, մի հատ ունենք որակ։
Մենք շատ ենք ուսումնասիրել, քանակական առումով ինքը ոնց որ թե այդքան վատ չի, այսինքն դու հողային բալանսով որ նայում ես, Երևանում կա այնքան կանաչ տարածքի կարգավիճակ ունեցող տարածք, որը կարող է բավարարի, ասենք թե համաշխարհային առողջապահության WHO-ն, համաշխարհային առողջապահության կազմակերպությունը ունի եւ ամյություն ունեն իրանց բաները։ Անպատասխան։ Հաջորդ դրա որակական մասն է, ինչպես են պահպանվում դրանք։ Ինչ հաջող։ Օրինակ բուսաբանական այգի, նույնիսկ այդ բանից մեկը, ասում ենք բուսաբանական այգին դա կանաչ տարածք է։ Քաղաքապետան ասում է իմ բալանսի մեջ չի, ինձ չի հետաքրքրում։ Ասում եմ, բայց այդտեղ արտադրված, այսպես ասած, մաքրոտը եւ չարտադրվածը, էլի քո բանն է բալանսում չի, որտեղ Գիտությունների ազգային ակադեմիային է։ Նույնը դիցերնակաբերդում է։ Երևանի խոշոր ամենաերկու խոշոր կանաչ տարածքները, դրանք Երևանի քաղաքապետային բալանսի մեջ չեն։ Մենք չենք վճարում դրանց պահպանության համար։ Այդ ճանապարհը որ քանդում էին, սարքում էին այդ ծիծեռնակաբերդի, հետո վրան։ Դա ներքևի ճանդալմայի հատվածում էր։ Չէ, դալմայի չէ, որ սկսեցին բողոքել, որ հուշահամալիրի ճանապարհը հատուկ է։ Այդ չգիտեմ։ Ծիծեռնակաբերդի հիմնական կանաչ տարածքը դա Գիտությունների ազգային ակադեմիան, այսինքն պետական սեփականություն։ Իսկ հիմա հաջորդ խնդի դա որակական մասն է, որակական ինչ ոնց է պահպանվում այդ կանաչը։ Ռեալ գիտենք մենք բոլորս, որ մենք չունենք այնքան ջուր, որպեսզի որոքենք այդ հատվածները։ Մենք առանցել այդ սամնապակ հատվածները լավ չենք որոքում, բայց նաև չենք փորձում այնպիսի կանաչապատում իրականացնենք, որը պակաս որոքում է պահանջում։ Այս սակուրանները օրինակի համար իա բոլոր այսպես ասած մինուսներով հանդերձ ամենակարևոր խոսակցություն չի գնում սակուրան շատ որոքում պահանջող բուսատեսակ է կամ բուսատեսակներ որոնք չորային պայմաններում օրինակի համար տնկում են քաղաքներում մենք Մադրիդի օրինակն ենք բերում միշտ կլիմայով շատ մոտիկ է Երևանին որ պետքա դրանք վերանայվեն եւ հասկանանք դրանք ոնց է իրականացվում այդ մի բլոկն է եւ հաջորդը նոր կանաչ տարածքները որոնք Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված են կանաչապատման համար ամենամեծ կտորներից մեկը դա այնտեղ է որտեղ իմ ակադեմիական քաղաքն է նախատեսվում այսինքն դա հսկայական քանակությամբ տարածք կար դեպի Վահագնից ներքև ընկած հատվածն է, որտեղ պետությունը պետք է ռեսուրսներ ծախսի, որպեսզի տեղ ունենա խիտ անտարային զանգված։ Հիմա մենք դա դնում ենք կառուցապատման տակ, փոխարեն Դեֆանսը չի։ Դեֆանսի եւ ակադեմիական մոտ կա հսկայական տարածք, այնտեղ լքված մեր բազալտի հանք կա, աղբավայր կա, գեզմանուստեր կա եւ այլն։ Իսկ ակադեմիական քաղաքը Վահագնի կողքն է, ես գիտեի ավելի դեպի աշտարակ։ Չէ, բաց Վահագնին է կարծում։ Կառուցվում է, հա։ Դե հիմա նախատեսվում է կոնել, ուզում ասեմ, դից ես բան եմ։ Գրեթե վստահ չի կառուցվելու, բայց ասեմ Կարող է մի 100 տարուց։ 100 տարուց ինքը չի։ Թե որևէ մակրո ծրագիր իսում այս երկրում։ 100 տարուց ակադեմիական քաղաք։ Հա չէ, ես հույսով եմ չի կառուցվի ինքը, որտեղ ի սկզբանե ինքը սխալ գաղափար է, եւ բոլորը ճանապարհը անցել է, բայց այդ ինչ պատմություն։ Ջուրը որ նշեցիր, որ այդ կանաչ տարածքներին չի հերիքում։ Իսկ ընդհանուր այս ամբողջ թաղամասը որ կառուցում են իրանց համար կհերիքի։ Գիտեք, ոնց թղթերով որ նայում ես, չի հերիքում։ Հա։ Այսինքն, ասեմ ինչու, որտեղ վիոլային էզո գնում ես, ասում ես վիոլա ջան, ջուր տուր, ինքը հաշվում է այս բնականին, այս կամ մարդ հապելու եւ այլն։ Բայց եկամ այս ողջ կառուցապատումը իրականացումը Հայաստանում բնակչության աճ, եթե արցախցիներին չհաշվենք եւ այլն, բնակչության աճ չկա։ Այսինքն ես փոշին, այսպես ասած, շինարարության շուրջ որ կա եւ այլն, աղմուկը որ կա, իրական դրամաջոյի քանակի վրա ինքը որոշակի առումով ազդում է, որտեղ այդ ավելի շատ տարածքներ միգուցե կանաչապատվում եւ այլն, բայց շատ պահանջ չի ավելանում ջրի պահանջ։ Գլոբալ առումով ջրի քանակը պահանջը տեղից տեղափոխվում է։ Ուշտեղ, այո, ցայվում է։ Տրոպեկի հարց ընդհանրապես։ Մարդը չի շատանում, առնողներն միշտ չի Հա, մի քիչ ավելի շատ է օգտագործում ես վրանցին, ես ապրում է հարցն էլի, այդքան շինարարությունը նախ շատ է քիչ է, կարիքը կա չկա, ոնց է ձեր աչքերով էլի։ Ասեմ, իմ կարծիքով կարիքը չկա։ Բայց դու մի անգամ հիշում ասում էիր, որ մենք հրալիքը տեղ ունենք սարքելու։ Չէ, ես ասում էի, որ նույնիսկ մի անգամ կառավարության նիստի ժամանակ եմ ասել, որ ոդկասթի ժամանակ կառավարության նիստերից չեմ նայում։ Չէ, ես 19 թվին, չէ, ես ասում եմ, որ այս եկամտային հարկի վերադարձի խնդրումը կայանում է նրանում, որ մենք փոխարեն լուծենք վթարված սեյսմիկ առումով խոցելի բնակելի ֆոնդի խնդիր լուծելու փոխարեն մենք
նոր ֆոնդ ենք ստեղծում, մոռանում ենք այդ ամեն ինչը։ Դա 2019-ն եմ ասել, հիմա նոր պետությունը եկամտենարկը Երևան որ դադարեցեց, հիմա արդեն սկսել են քննարկել ոնց են անդրադառնում, այսպես ասած, խորհրդային տարիների Աջափնյակի շենքերի։ այսպես ասած սոցիալական բնույթ։ Հիմա, բայց մի հարուց պանելկեկը բոլորը անպիտանի են, չէ՞։ Տեսեք, անպիտան են լինելու, բայց այստեղ նաև հաջորդ, այսպես ասած, սխալ խոսույթն է գնում, որ այս շենքերը ժամանակավոր են։ Շենքը ժամկետով չի կառուցվում։ Շենքը երկաթբետոնը, ինչը շենքը կառուցում է, ունի 150 տարվա կյանք։ Շենքը երկաթբետոն մինչև 150 տարի պնդանում է։ Պատկերացնում եք, այսինքն հասունանում է, շենքը ինքը իրան չի հնանում, շենքը մաշվում է բարոյապես։ Հենց որ մենք Խրուշչովյան տարիներին գալիս ենք ասում ենք, որ սրանք մենք մի քիչ վատ որակի ենք սարքում, փոքր տներ ենք սարքում, սրանց դիտարկեք 30-40 տարի, այսա խորհրդային մեծ պետությունը դες լավ տներ կտա կգնաք եւ այլն, այդ հոգեբանությունը նստել է, հետո մենք վատ կառավարել ենք այդ շենքերը, խոնավությունը լցվել է շենքի հիմքերի եւ այլն, շենքը հայտնվել են վատ վիճակում։ Բնականաբար 88-ի երկրաշարժից հետո նաեւ սեյսմիկ առումով ավելի խստացվեց Հայաստանի նորմերը։ Այնպես որ այս խոսույթը, որ այս շենքերը ժամանակավոր պետք է քանդվեն, իմ կարծիքով սխալ խոսույթ է։ Այս շենքերը այո կարիք ունեն մոդեռնիզացիայի, այս շենքերը այո կարիք ունեն սեյսմիկ առումով զինվածության բարձրացմանը, բայց չի նշանակում որ շենքերը բոլորը պետք է քանդեն, բոլորի տեղ կառուցել նոր շենքեր ու ասել որ մենք ավելի լավ շենքեր ենք սարքել։ Այսինքն այդ պանելկեկը պետք չի ջախջախել։ Պետք չի ջախջախել, պետք է հենց ամրացնել, պետք է համակարգ դնել, որպեսզի կառավարվի մեր Հայաստանում վերջո բազմաբնակարան բնակելի շենքերը, ֆոնդը չի բանան։ Համատիրությունների ինստիտուտը ստեղծվել է, ծառայել է եւ ծառայում է քաղաքական նպատակներով ընտրություններին ձեռք բերելու եւ ոչ երբեք այդ մարդկանց կյանքը բարելավելու։ Համատիրությունների ինստիտուտի չկայացվածության պատճառով Միշտ մեկ վերջին ընտրություններին լավ, տակ թեմա։ Համատիրության ինստիտուտը ոնց պետք է կայանա։ Ես օրինակ համատիրություն ստեղծել եմ ժամանակին մեր շենքում, որը այտենց նոր շենք է, հասկանալ է, որ համատիրությունը գործում է, թե փող է հավաքում։ Հիմա այդ հին շենքերում, ասենք, փող հավաքելը խնդրեմ է։ Կարող է։ Ինչ կարող է։ Կարող է խնդրեմ, կարող չէ խնդրեմ։ Խնդրեմ է, դու գնամ այդ շենքում փող հավաքի։ Իսկ ո՞նց է գույքը հավաքում։ Ոնց է գույքը հավաքում, այսինքն պետությունը պետք է հավաքի, պետությունը կառավարի։ Ես բան չունեմ ասելու, ես ասում եմ, որ այդ մարդիկ գույքը չգիտեմ ոնց են հավաքում։ Մի մասը հավաքում են, մի մասը չեն հավաքում։ Թուշտուգան կա գալի չէ։ Դե վճարում են։ Դե հավաքում է, այսինքն քաղաքապետարն է ասում, որ ես մի մասը չի վճարում։ Իսկ թվում է վերջնական արդյունքում բարդ կա գոյանում, այդ խնդիրները արժան։ Մի բան է, որ հոսանքը չես վճարում, անջատում են, գույքահարկը չես վճարում, միշտ տանեն գանտնից անեն։ Դե սենց է, գույքահարկի մասով այն ժամանակ հենց փորձում են գույքահարկի բարեփոխումներ անել, նաև այդ հնարավորությունը հետևում եւ հենց որ հաճարկում են խոցելի խմբեր, կարող են գույքահարկ որպես պարտք ձևավորել գույքին եւ վաճառքի կամ օտարման ժամանակ պարտեն պարտքեր եւ այլ եւ այլ։ Համատիրությունների համար, օրինակ համար պետությունը հիմա վերցնում է վարկային միջոցներով մարդկանց տեսա վերելակ։ Շենքերում համատիրության գործառույթն է, այսինքն իմ գույքի բարելավման վրա համայնքը փող է ծախսում, այն դեպքում որ ես իմ շենքում կարող վերելակ ընդհանրապես չունեմ, բայց իմ միջոցներով բարելավам մարդկանց գույքին։ Իրավաբան ընկեր ունեմ, ասում են որ այդտենց շատ անարդար։ Շատ անարդար։ Հիմա պատկերացեք պետությունը, ես այն ժամանակ էլ եմ առաջարկել այն նախկին քաղաքապետին, ասում էի Պարտք տվեք համատիրության, աս համատիրություն ջան, եթե դու սկսում ես լավ աշխատես, ես քեզ վարկային միջոց եմ տալի, լավ վերելակ եմ տալի, ես աջակցում եմ քեզ։ Պետություն ինձ թվում է այդպես պետք է կամաց հասնել նրան, որ համատիրությունները կայանային։ Պետությունը այսօր ռեալ ծախսեց վերելակների վրա եւ ծախսում է X գումար, տանիքներ է նորոգում, ասում դու ինչ գործում ես մարդկանց տանիքների հետ։ Մարդկանց տունն է, տանիքն է։ Այդ ձևով ինձ թվում է մենք պետք է կայացնենք համատիրության ինստիտուտը, որը լուծել է մնացած խնդիրները։ Մեկ այլ խնդիր օրինակ համար բազմաբնական շենքերի բակային ողջ տարածքներ, այսօր Երևան քաղաքի, Երևանում կամ մնացած քաղաքներում դա համայնքային սեփականություն է։ Իմ բակի, այսպես ասած, մաքրումը, կանաչապատումը մեկ այլ բակում բնակչի համար նստում է նույն գումարը, ինչ որ է, օրինակ քաղաքային զբոսայգին։
Դա չի կարող լինի։ Պետությունը պիտի մեխանիզմ մշակի այդ բակային տարածքները, որոնք եղել են բոլորի սեփականությունը։ Համատիրությունը։ Որոշակի առումով դա համատիրություն ռիսկերը հաշվի առնելով, որտեղ գիտեք, ոնց մենք ծախսեն այդ համիշապատվա մեջ եւ այլն, բայց դա ռեսուրսը ոչի օգտագործում։ Ավելին, պետությունը չի շլագբաումները որ դնում են։ Չես հասկանում, դիմումով գնում ես, ասում ես ես շլագբաում զունդեմ, կամ թույլ են տալի, կամ թույլ չեն տալի, առանց գիտեմ որ դժվար է դա թույլ տալը, բայց ամենտեղ դրած է։ Դե որտեղ մարդը չի ուզում ուրիշի մեքենան գա հայտնվի իր բակում։ Բայց տրամաբանությունը տենց է, չէ՞։ Հենց այն չեն դնում է շլագբաումը։ Փողոցի վրա են դրել։ Ասենք հիմնական փողոցից թեքվում է երկրորդական փողոցը, երկրորդական փողոցի սկզբին են դրել, նոր էին դնում, ասենք մեր մոտ դրած է պարկինգի դիմացը, որ չգան դռան դեմը փագեն, որտեղ ասենք դիքտես մարդ կա, կարակը պարկինգի դեմը փագի, 20 հատ մեքենա չկարնա պարկինգ մտնի դուրս գա, բայց փողոցի վրա է դրած։ Հասկացա, բայց դրանից բխում է հարց։ Այդ քաոսի մեջ կառավարումը ո՞նց է տեղը։ Ո՞նց պետք է իրականացվի։ Ու քաոտիկ է, քաղաքը քաոտիկ վիճակում։ Իրականանում է նենց ոնց որ հիմա տեսնում է, ոնց է իրականանում։ Իսկ համար պետք է քայլ գնալ հասնել դրան։ Պետք է ճիշտ քարտեզագրել, մեր բոլորիս բակը, այսպես ասած, հասկանալ, ասել համատիրություն Ժորժ ջան, փոխարեն Երևանի ողջ Երևանի կենտրոն 4 հատ համատիրություն լինի, որ Երևան համայնքը սարքել է ինքին մի ձև կառավարում է ոնց ուզում է։ Հասի ով շենքը եկավ համատիրություն ձևավորեց, ապահովեց X քանակի եկամուտներ, ես այս մի բանը նվեր եմ տալի։ Ես աջակցում եմ, ոնց է հիմա այս հայտարարումը կրեդիտ նվեր տալի, ես ինչ են տալի եւ այլ եւ այլ։ 100,000 դրամ։ Այսինքն որ հայտարարեն հայտարարագրես, եթե քո երեխեքը պետական բուհում են սովորում, օրինակ, կամ ինչ որ պետական առողջապահությունից է օգտվում, ինչ որ ես մոտ խայծ կա։ Այս բոնուսներ, ինչ որ մի բան է պետք է անել, այսինքն բայց դա պետք է խնդիրներ որ լուծել։ Վստահ եմ հեշտ չի, բայց մենք նորից եմ ասում, այս 30 տարի ինչ խնդիր չենք լուծել, դրանք ավելի դժվարանալու են գնալով, ավելի դժվարանալու են լուծել։ Մի տեղից էս ծեր պիտի բռնելով, սկսելով անել գնալ, որովհետև ես ուրիշ լուծում ես չեմ պատկերացնում։ Իսկ այն փաստը, որ Երևանի տարածքում կան գյուղատնտեսական նշանակության հողեր, դա որևէ տրամաբանություն ունի։ Երևան քաղաքում։ Գիտեք ոնց կանք երկու էս խոսակցություն եկեք բաժանենք երկու մասի։ Նախ ընդհանրապես հողերի նպատակային նշանակությունը դա շատ հնացած հասկացություն է։ Ես ժամանակին հիմա Հայաստանում 9 հատ են, ես արշակել եմ, որ դրանք պետք է լինեն 3-ը ու վերջ։ Օրինակ եմ 9-ի փոխարեն։ Մինչև այն ժամանակ, որ դու ճունես քաղաքային պլանավորման մնացած գործիքակազմը, որ դու քո տարածքում, քաղաքում կամ գյուղում կարողանաս կառավարես զարգացումը, այսպես ասած, իշու մի տեղի ասած, չէ, այստեղ չի կարելի կառուցապատել։ Այս հողային նպատակային նշանակությունը գործիք է։ Հենց ասում են գյուղը, ասում ենք ստե մի կառուցապատեք եւ այլն։ Խորքային առումով երկաժամկետ գծվածքով չպիտի նման բան լինի։ Դա չի նշանակում քաղաքում չի կարող լինի գյուղատնտեսություն, բայց այս մի հատ նորից եմ ասում, մի հատ մի ձև է, որ այս վայրենի կառուցապատում, որ մենք որտեղ տեսնում ենք կառուցապատում ենք, դա դեմ առնելու մի հատ գործիք ա եղել, եւ մի կողմից այս միջև այս բանը լավ է որ եղել է, ինձ թվում է, բայց երկաժամկետ կրվածքով պետք է դա հենց հրաժարվել։ Բայց կարող է լինի որոշակի քաղաքային միջավայր, ըստամ չգիտեմ, նույն Ավստրիայի օրինակն եք բերում, հիմա Վիեննայում չէ, բայց չգիտեմ էլի երկրորդային Ինսբրուկում օրինակ համար վստահ եմ կարող է քաղաքում որոշակի հատված լինի, որ ինքը գյուղատնտեսական նշանակության լինի, եւ պետություն երկաժամկետ կտրվածքով ասի, որ այստեղ չի կարելի կառուցապատել, որովհետեւ ստեղ եզնում եմ գյուղատնտեսություն սարքանը։ Բայց մեր մոտ դրա պատճառով պետք է պատմականորեն, չգիտեմ, ներքին Չարբախում ով են եղել կամ խնձորի այգի եղել, դա մեր մոտ փնտրության արդյունքում է, օրինակ Հայաստանը մեզ որ հողային ռեֆորմը իրականացրեց, իրանք բերեցին բոլոր հողերը տարբեր այսպես ասած կատեգորիաների բաժանեցին եւ այլ, տակեշ մնաց դեցին գյուղատնտեսական հողեր։ Արագացի ողջ Սարի լանջը գյուղատնտեսական շրջան հողեր է։ Ոչ մի չի աճում այդտեղ։ Բայց հենց դու ուզում ես գնաս ընդեշում մի բան, ասում են չէ, սա գյուղատնտեսական հողա չի կարելի օրինակ հիմա դա օգտագործել։ Այսինքն այդտեղ էլ մենք այն ժամանակվանից ժառանգած այսպես ասած սխալներ ունենք, որոնք եկել են։ Բայց չեմ փոփոխություն անես այդ հողի նշանակությունը, չէ՞։ Մեխանիզմներ գոյություն։ Այո։ Բայց այսօր հողի նպատակային նշանակությունը դա մի հատ կորումպացված
քաղաքական առումով շատ, այսպես ասած, արժեքավոր գործիք է, որ տենց հեշտ չես տալու։ Նույն օրինակ ինչ որ խոսում ենք, որ Երևանում օրինակ ասում ենք, ինչի օրինակ մասնագետներին չեն լսում եւ այլն։ Պատկերացրեք, ցանկացած քաղաքապետ նստած է մի հատ sense յուղոտ ծառի վրա, մենք ասում ենք, գիտես ոնց, այ ես ամեն ինչը ոչ թե դու ինքդ որոշի, որտեղ ինչ պիտի կառուցի, քանի հատ պիտի կառուցի, սկզբունքներ դնենք, ոնց որ ասես կտրի հենց ճյուղը, որի վրա դու նստած ես։ Ո՞նց չեն անելու։ Կոռուպցիայի դեմ պայքարում ենք, չէ՞։ Հայտարարում են։ Սարհատ իսկ մի հատ հարց տամ, օրինակ այդ Նորքում սկսել են բարձրահարկներ հայտնվել, եւ ոչ միայն Նորքում։ Այդ հարցը, ասենք, ինչա տենց անկանոն մեր մտել է։ Անկանոն շատ կանոնավորված է, կգաս Նորքում առաջ վարչական շրջանը Երևանի այն հազվադեպ շրջաններից է, որ ունի բավական լավ մշակած գոտևորման նախագիծ, դա կեն պլանը դեն կամ քաղաքային պլանավորման են փաստաթղթն է, որ ասում է ինչ կարելի անել եւ ինչ չի կարելի անել։ Այդ թաղամասում, այդ 7 թվականի շենքերը, որի մատուցություն տալիս է, դրա թույլտվության տալու իրավունքը չկա տեղ։ Այսինքն եթե որ Իսկ այդ ամենը անօրինական։ Անօրինական է, բայց Եվ մարդիկ կրեն դատի տան։ Եթե անօրինականա պիտի կարեն դատի տան։ այո, օրինակ մենք այն ժամանակ էլ ասում ենք լավ, այդ փաստաթուղթը որ մշակում եք, որտեղ ինչ կարելի է կառուցել, ինչ չի կարելի կառուցել, այդ փաստաթուղթը բացեք։ Բացեք, թող բոլորը տեսնեն, հենց որ ես հողը գնում եմ առնում եմ, այդ հողի վրա ես կարամ 3 հակ սարքեմ, թե 17 հակ սարքեմ, դա ֆունդամենտալ փոխում է իմ գնի հողի արժեքը։ Եվ քո, եւ այդ մարդը որ քո հողի կողք կապում է, չէ՞։ Այո, այդ հայտնի դեպքը կա Դալմայի այգիներում մեր նախկին, այսպես ասած, հաջողված բիզնեսներից մեկը ուներ հսկայական մեծ սեփական տուն, լողավազանով եւ այլ, եկեք կողք ավելացավ մի հատ, չասեմ հակագովաց չլինի, մի հատ 16 հարկանի շենք։ Սա շենքը նայում է այդ մարդու բան մեջ, այդ մարդու այդ գույքը, որը արժե պայմանական $3 միլիոն, դարձավ 0, որտեղ ոչ մի կոպեկ չարժի արդեն սա շենքը դեռ նայում է։ Այսինքն այդ հարցը, այսինքն որ պետությունը մարդուն կոնկրետ գույքային վնաս է տալիս։ Այդ մասով չկա պատասխանատվություն։ Պատասխանատվություն կա, բայց ոչ մեկ հետամուտ չի լինում։ Ասենք այդ մարդը կարե դատի տա պետությանը։ Այդ մարդը դատի վախտել է, եթե չեմ սխալվում $600,000 պետությունից կոմպենսացիա ստացել, պետությունը որնա մեզնից։ Բայց կլինի ինչ եմ ես վճարում, մի հատ իսկ կլինի կողքի կառուցապատողը վճարի։ Ինչ ենք մենք մեր ամենքային միջոցները։ Հիմա նայ, օրինակ եղբորս տան շենքի կողքը, այդպես հին մի տուն էր, որ առել են ու 30 մետրանոց կատլական են փորել, սարքում են 10 քանի հարգանի շենք։ Հիմա եղբայրս դատվում է իրանց հետ, որովհետև լուսաթափանցության ստանդարտները լրիվ խախտել են։ Եվ ընդհանրապես խախտել են այդ փորածի հետևը շենքա կանգնած, որը ասենք կարաս պարկի ու ինչ-որ մարդիկ շինթույլտվություն են տվել են, ասենք ոնց է տեղ ունենում առաջ ինչ-որ կոռուպցիոն, չգիտեմ ինչ, այսօր ոնց են այդ իրանք բացատրում են։ Ոչ ոք չի փոխ։ Ասենք շենքը որ պարկեց ով է։ Մինչև 2020 թվականը, հենց որ քո ամիջական շրջակայքը հայվանությամբ տեղի ունեմ շինարարություն դու բողոքարկում ես դատարան սարսնում է շինարարությունը։ Փոխվեց օրենքը։ Եվ հիմա դատարանն է որոշում պետք է դադարեցվի շինարարությունը, թե չէ, եւ դատարանը հիմնականում չի դադարեցվում։ Այսօր Երևանում կան մոտ 1 տասնյակ շենքեր, որոնք կառուցվել են, մարդիկ բնակվում են այդտեղ, դատարանով շենքի շինարարության թույլտվությունը համարվել է անօրինական, եւ այդ շենքի ողջ բնակիչները չունեն փաստաթուղթ, գնորդները եւ մարդիկ փաստի առաջ են կանգնել, եկել են իրաց լույսը փակել են։ Հա, բայց կառուցապատողի ոչ մի բան, ոչ է շինթույլտվություն տվողի։ Վերջի շինթույլտվությունն էլ վատագույն սցենարով գալու են քաղաքից կոմպենսացիա ստանալու, իսկ այն չինովնիկը, որ ստորագրել այդ քաղաքին վնասա տվել, դա բանը չի վճարելու։ Ես գիտեմ տասնյակ դեպքեր արդեն, ես գիտեմ, որոնք նման դեպքեր կա, մարդիկ բնակվում են, շենք ավարտված է, շենք անօրինական է։ Ու այս տեսակ բանը մենք շատ ճիշտ ես ասում, մենք ոչ միայն բնակիչն է տուժում, այլև բիզնեսմենն է տուժում, որտեղ բիզնեսմենը գալիս է, ուզում աստեղ ասի ես ուզում եմ շենք սարքեմ, ինքը պետքա մինչև հող առնելը գնա չերեզներով մեկին գտնի, որ հասկանա, որ քաղաքապետը կամ քաղաքապետարանի աշխատողը ինչքան մեծ հոգյանելու է հանդեպ, այդտեղ թույլ է տալու ինքը սարքի 5 հակ, 6 հակ, 16 հակ, 18 հակ, ու գները պատկացեք ինչ տարբերություն կարող է կա։ Բիզնեսմենը մի քիչ իր ագահությունից է տուժում, որովհետև ասենք մենք ծայրահեղ դեպքերի մասին ենք խոսում, էլի, երբ որ ասենք անզեն աչքով երևում է, որ մարդը ճիշտ բան չեն անում, էլի, բայց իրանք իրանց
համոզում են, քանի որ կալկուլյատորով հաշվել են սովորել, որ օրինակ 20 հարկ սարքելուց ավելի շատ փողոց աշխատում, քան 10։ Դե սենց հիմա Google փողոցի վրա, օրինակի համար մենք ունենք 4 շենք, ունենք տակից մի շարք է տակից։ Մարկա գնացել, հա։ Չէ, նույն Google-ի տակը արդեն այդ տակը որտեղ որ բան կար, չէ, սահմանափակում կար, թե քանի հարկ կարան, իմ հետ էլ են անցել։ Մարկա գնացել, ասել ըստե 5-ից 6 հակ են թույլ տալի, ասել է լավ, համաձայն 5-6 հակ սարքել են, կողք եկել են մեկին 18 հակ թույլ են տվել։ Հիմա այս մարդը, որը իա միավոր արժեքից կարող շատ ավելի շատ փող աշխատեր, հիմա այս մարդու իրավունքները ինչ եղավ։ Հələ բնակիչների, այսինքն այնքան տարբեր շերտեր կան, ու սա գալիս է ամիջականորեն ազդում է բիզնես միջավայրի վրա, որտեղ մենք հիմա կառուցապատման բիզնեսն ենք ասում։ Հիմա դուք պատկերացրեք, Երևանում հիմա մինչև հիմա ես չեմ հասկանում, ոնց են որոշում որ սրճարանին ինչքան դուսը սեղան դնելու թույլտվություն են տալի։ Մարդը գալիս է տարածքը վարձով տալի, ումից որ վարձում ես, ասում ես թե կարես սեղան դնես եւ այլն։ Սարքում ես մեկը գալիս ասում են չես կարող սեղան դնես կամ քիչ պիտի դնես։ Գնում ես տեսնում ես կողքի սեղանը, կողքի սրճարանը ունի 10 պատիկ ավելի դրած բան։ Դա ընդհանուր ավելի վատ բան է բերում, էլի քիչ ավելի հասարակության մասշտաբով ու փիլիսոփական է, ընդհանուր անարդարության զգացման է բերում, մարդն էլ տեսնա որ անարդարություն կա, ինքն է սկսում է չհարգել պետությունը, իր երկիրը, այսինքն ինքն էլ կարող օրինապաշտեր սկսում է ինքն էլ օրենք խախտելու հնարավորություններ գտնել էլ այս։ Ու քաղաքի դեպքում դու ամենաշատն ես զգում։ Բակի թե բազմաբնական շենքի բակում աչի թարվածն է ստանում, այսպես ասած, անարդարության եւ անհասկանալի փոխհարաբերությունների։ Պետությունը ձերքերի լվանում է, համատիրություն ձերքերի լվանում, ասում գնացեք Արևանով լեզու գտեք։ Բայց դա չի էլի։ Սրճարան ասեցիր մի հատ բան, այս վերջերս ինչ որ արկելել են դրսում անվանումներ գրել, թե ինչ տեղեք ես։ Չէ, դեռ բան եղավ 2023-ի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, գովազդի մասին նոր կանոնակարգ մշակեցին, չափերը փոխեցին։ Կացեմ 30 սանտիմից ավելի մեծ չես կարող ցուցանակ դնես։ Քաղաքում բազմաթիվ են 30 սանտիմից ավելի մեծ ցուցանակներ, բայց էլի կանխատեսելիության խնդիր է։ Որոշում ընդունվում է, 6 ամսվա ժամկետ է տրվում, որ պետք է, այսպես ասած, փոքր սրճարաններ կա, փոքր տատուի տեղեր կան, փոքր տեղեր կան, որ իրանց համար դա մեծ գումար է ցուցանակը փոխել։ 6 ամս հետո գայս եմ կսկսում են բոլորին հավաքել։ Այսպես ասած, դու պիտի պատշաճ վիազեք ես, 10 չի եմ, 2 տարի ժամանակ։ Բայց հետո ինչ որ մենակ ստանդարտ ինչ որ ձևի տոկոսի չափի բաներ կա։ Ես 250 ջան փաստաթուղթ ես մի անգամ թերթել եմ եւ այլն, հիմնական բանն է, որ 30 սանտիմից ավել պիտի ցուցանակ բանը, տարի բացություն չլինի։ Այսօր քաղաքի կենտրոն բազմաթիվ տեղում դուք կարող եք տեսնել, որոնք ավելի մեծ ցուցանակներ կան։ Հիմա դա երկակի ստանդարտներ է, թե ոնց է եւ այլն։ Սրճարան ունի դրսում ամեն ինչ անել է մեջնա գրել, ասում եմ չեն տողում, բայց ուրիշ սրճարաններ տեսնում եմ որ լավ է, ասենք իրանց այդ նույն պահանջը չեն պահում։ Հատկապես որ Երևանը փոքր քաղաք է, բոլորս գիտենք որ սրճարանը ումն է, որ սրճարանի որտեղն է ավականու որ կուսակցության անդամ եւ այլն, կապեր գիտենք, այնքան պարզ է այդ ամեն ինչ էլի ուզում ասեմ։ Անկախ ոչ մեկ չկա։ Չկա անկախ իրանք երնա որ ցուցանակ անել է։ Իսկ չանկախը ցուցանակը լավ էլ դրել է։ Աստորեն քաոսը ոչ միայն փողոցներում մաշինայում, այլ նաև ներքին կանոնակարգերում։ Դրա համար մենք ունենք ինչ որ տեսնում ենք։ Թեման բան անենք, գնանք մի քիչ Երևանի թաղերով, հա, ասենք Ֆիրդուս, Կոնտ, Կասկադ, ինչ։ Ուղղակի մի բան ասեմ, այս բոլոր բաները մեծ որ ասում են որ քաոս, կանոնակարգ է եւ այլն, միշտ ասում են դե հասարակությունը դրա կարիքը չունի։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Այս մերն այն հասարակությունն է, որ քիշեք Տեգյան Սարգսյանի վարչապետության ժամանակ մի շաբաթում բոլորը սկսեցին զեբրաններից օգտվել օրինակի համար։ Եղավ մի հատ գաղափար, մի հատ քաղաքական պատշաճ վստահելի հայտարարություն, մի քիչ հետամուտ եղան, ամեն ինչ ընկավ տեղը։ Այսինքն հնարավոր է փոխել մարդկանց, այսպես ասած, behavior, էլի։ Մշակութային մի այլ կարգի թռիչքեր մի շաբաթվա մեջ, որ մեքենաները սկսեցին ճանապարհ տալ հետիոտին։ Ու դա տեղի ունեցավ, այսինքն ես չեմ հավատում, որ հասարակությունը հենց որ տեսնում է այդ ամեն ինչը։ Այս հասարակությունը 18-ից հետո սպասումներ, որ պետքա ծանոթ չլինի կամ կաշառակ չլինի եւ այլն, կանց դա բոլորը ունեին, բայց հետո տեսանք, որ ոնց որ թե շատ հաշվապես է, էլի։ Կներես ինչ որ բան ենք ասում, թաղամասերով գնանք։ Սիրուն աննելու։ Ինչը։ Վերջում Կոնդա Ֆիրդուսը։ Հայաց ով անել։ Կոնդը ինչ է լինում ընդհանրապես, Կոնդը մեր կողքն է,
Այդպես բան չկա, բայց ինչ-որ խոսքեր, պլաններ, Կոնդում ավելի լավ է ոչ բան մենք չանել, որտեղ մենք այն բայց անելու են։ Չգիտեմ, մի բան կանեն։ տնտեսապես ինքը ենթադրում եմ դեվս բարդ է մոտենալ էլի։ Ֆիդուսը զորով կուլ տվեցինք, այսպես ասած սկսած էր եւ այլն, բայց ֆիդուսը ինչ տեղի ունենում, դա շատ վատ բան է տեղի ունենում, ֆիդուսը իստմա սխալ է, ինչա տեղի ունենում։ Վատ ինչ արում։ Ֆիդուսում ուրեմն կա պատմական թաղամաս, ամբողջովին որ քանդվեց։ Հիմա այնտեղ բազմահարկ շենքեր են կառուցվում, որ գոնե կար այսպես չգրված կանոն, որ հանրապետության հրապարակի շրջակայքում փորձերավում այնպիսի կառուցապատում իրականացնել, որ չազդի այդ կառուցապատումը հանրապետության հրապարակի վրա։ Այնտեղ Ռամադանը կառուցվեց եւ այլն, բայց կամաց դրանք աճում են եւ Ֆիդուսը մեծ շատ մեծ կտոր է տենց որ գալիս է։ Ֆիդուսի հաջորդ խնդիրն է, որ Ֆիդուսում կեղծ հին Երևանյան մի հատ թաղամաս է ստեղծվում, որտեղ ներքին փողոցներում եւ այլն քանդվեցին այդ հուշարձանը, հիմա ինչ-որ կեղծ, ինչ-որ հին Երևանյան ինչ-որ թաղամաս են ստեղծում եւ այլն։ Դա մնաց դեն, բայց այդտեղ ոնց որ դա իրականացվում է։ Իմ կարծիքով դա լիվ սխալողությամբ գնաց։ Ես հիշում եմ, ունեցել եմ այդ քննարկում ամենաբարձր մակարդակով, որ իմ կարծիքով այդտեղ պետք է ոչ միայն պահպանել պատմական ժառանգություն, այլև ստեղծվի արդարադատության մի հատ հիմնական կառույցն է պետք, որտեղ ես հավատացած եմ, որ շենքեր ունեն նաև նշանային, այսպես ասած, նշանակություն։ Այսօր Հայաստանի Երևանի լանդշաֆտում մենք ունենք ազգային ժողովի շենքը, վարչապետ կառավարության շենքը, գործադիր իշխանություն, արդարադատությունը երրորդ մասում մի հատ ինչ-որ տիպային ինչ-որ մի հատ անհասկանալի շենքում ենք եւ այլն։ Իմ կարծիքով, այո, մենք պետք է ունենանք մի հատ հիմնավոր շենք, որը ցույց տա, որ այս երկրում արդարադատություն կա եւ փոմատիկ փորձ են հավատալ։ Երևի սիմվոլիկ է, էլի վերջ ունենք։ Եվ Ֆիդուսը այդ հնարավորությունն էր, որ կարող էր դառնել։ Օրինակ, հիմա Գրիգոր Լուսավորի եկեղեցու տեղն է պատական չի ընտրված։ Գրիգոր Լուսավորի եկեղեցին հանրապետության հրապարակից դիտվում է։ Խորհրդային տարիներին եկեղեցի թույլ չէին տվել կառուցվել, բայց հետո տեղի ընտրությունը այնպես էր, որ ինքը հանրապետության հրապարակի մաս կազմում։ Հիմա փակվում է դա նաև։ Նայեցա Ֆիդուսի շենքը փակվում է, իսկ հիմա դա շատ խնդրավոր է, լիվ սխալ ճանապարհով գնաց։ Ես վախ ունեմ, որ կոնդն էլ միգուցե այդ նույն սխալ ճանապարհով գնանք, որտեղ կոնդում ինչ որ արվում է, որտեղ կոնդով ես 2005 թվականից եմ զբաղվում։ Կոնդի արժեքի մասին բոլորս գիտենք, բայց անկեղծորեն ոչ ոք, այդ թվում եւ անկեղծ լինեմ, ես էլ չգիտեմ իրականում ինչ կա կոնդում պահպանվող, որտեղ կոնդում տարիներով իր գլուխ սարքել են ինչ-որ տենց խրճիթներ, այսպես ասած։ Մարդիկ մի քանի սերունդ այդտեղ բնակվել են, իմանալով որ իրանք պլանի տակ են եւ իրանք մի օր տեղից տանելու են չկոպիտ ասած չերմուշկամ կամ այլ արվարձանում, ապրեն, այդտեղ տալու են նոր շենքը եւ մարդիկ չեն նորոգել իրանք տները։ Բայց հիմա վերջին 5-6 տարիներին, եթե նկատեք, փոքր սրճարաններ, հին շենքերում սրճարաններ են առաջանում եւ այլն, ու կոնդի հետաքրքրություն, դա ինքնաբուխությունն է, որ ինքը 17-րդ դարում եղել առանձին գյուղ, հետո դարձել է Երևանի մաս, մի քիչ բոշաներ են այդտեղ ապրել, մի քիչ հայեր են ապրել եւ այլն, ու այդ պատմական զարգացում հետաքրքիր ունեցել է։ Այն ինչ որ կոնդում հիմա առողջ ինքը իրան տեղի ունենում է, հնարավոր է ապրել։ Ապրում են մարդիկ։ Գիտեմ որ ապրում են, բայց այո, մեքենա չի անցնում։ անցնում, ամեն անցնում է։ Եթե X տեղել չի գնում, իսկ Վենետիկում մեքենա անցնում է։ Չնայած Վենետիկում 250,000 հոգանոց քաղաքում մեքենա չի անցնում, բայց մարդիկ ապրում են։ Այդ գինն է։ Բաղդադի շենքերում չենք զգում, չէ՞ բոլորս ապրել։ Ես ապրում եմ իմ շենքի Բաղդադը, ես փայել եմ։ Իմ հայվանս եւի շատ դժգոհ է, որ ես Բաղդադը փայել եմ։ Ճառնում է։ Բայց ես հաճույք եմ ստանում այդ մոտավորապես արդեն 100 տարեկան փայտեի վրա, որ քայլում եմ, էլի։ Ով չի ուզում կոնդում ապի, թող չապի կոնդում։ Բայց կոնդի արժեքը այդ ներ փողոցներով, չգիտեմ, ինչ այդ պեմզաբլոկները ժեշտերի մեջտեղ որ անում, այս տակից կամարաձև, թաղաձև տներ են դուրս գալիս 16-17-րդ դարի։ Այն բիզնես հնարավորությունը, որ կոնդ տալիս է որպես պատմական թաղամաս 17-րդ դարի շենքերում սրճարաններ, հյուրատներ եւ այլն, Երևանի այդտեղում դու չես կարող ունենալ։ Այսինքն քո լավ, այսպես ասած, թիթիզ ռեստորանը դու Երևանի որտեղում ուզես կարող ես ունենալ, բայց պատմական ժառանգության կոնտեքստում կարևորագույն մասն է, որ ինք ունի ավելացած արժեք, այդ ավելացած արժեքը մենակ այդ տեղում է, եւ եթե դու կորցրես այդ ավելացած արժեքը, դա չես կարող ուրիշ տեղում ունենալ։ Ընդունեցի, բայց քանի որ այդ հողը շատ թանկ է, ուզում բիզնեսմենի իմ տեսանկյունից, բայց ինչ որ բիզնեսմենի կառուցապատողի կամ դիվելոպերի տեսանկյունից, այդ հողը շատ ավելի շատ արժի, բանի դե, ապագա
եկամուտների տեսանկյունից, քան թե ինչի է արժեքավոր, որովհետև մենք ասում ենք այդ հողին դիտարկում ենք ազատված հող։ Բայց եթե մենք ասում ենք, որ էսի շարանգությամբ հուշարձանով ծանրաբերված հողը, իագին մի անգամից իջնում է։ Դու ես որ գայս ասես գիտես որ սա հուշարձան է, այստեղ դու շենք ոչի չես կարողանալ անես։ Մաքսիմում այդ թեյարան ես անելու մի հատ խիպստեր ռուս գալու է կամ չգիտեմ վրացի գալու է ինչ-որ մի բանանի կամ հայ գալու է տեղանում եւ գինը փոխվում է մի անգամից։ Եվ այդ կանխատեսելիությունը տեղից է գալի։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Խորհրդային տարանից դեպս կոնդի պերիֆերիայով, բանը պարագծով հեշտ է կառուցապատել դեպի նյուանսը դրվեց ընդ բազմաբնական։ Հիմա լեոից են կառուցապատում եւ այլ, որտեղ հեշտ է ենթակառուցվածքը կառուցում են։ Մեջտեղը մնում է նույն այդ վատ կոնդը։ Իսկ թվում է ինչ-որ մի պահի կունենանք նորմալ քաղաքային իշխանություն, կսարեսնենք կոնդում ամեն ինչ, կասենք Ժորժ ջան, կոնդեցի ջան, ով ստեղ ապրում է, մենք ձեզ տալիս ենք միկրոֆինանսավորում, վերականգնեք ձեր շենքերը, տուրիստական ենթակառուցվածք ստեղծեք, որ մեկը որ դուրս չեք գալիս, Արա Չավելաբյանական Պողոսյան Պողոսը գալիս է այդ ներդրում անում է։ Ես ես կարող եմ այդտեղ կարողանալու են ինչ-որ շինարարություն անել, դա էլ է հարցելի, չէ՞։ Հարյուրավոր քաղաքներից ես կարող եմ օրինակներ բերեմ Բուխարեստ, Ռումինիա, Վարշավա եւ այլն, պետությունը այս փափուկ, այսպես ասած, ձևերով, ոնց է մտե պատմական թաղամասը, մակրազարդել է, այսպես ասած, հանել է այն մարդկանց, ովքեր իրանք ուզում են բետոնի, այսպես ասած, տան ապրեն եւ այլն, ու այդ մարդիկ ունեն շատ արժեքավոր մի հատ տուրիստական ենթակառուցված իրանք քաղաքներում։ Դա Old City ասած։ Old City արվազնա դա հարյուրավոր անգամ իրականացված Սային Պողոտայի անտիցիտ։ Այո, Հյուսեն Պողոտան էսպես պիտի լիներ։ Հյուսեն Պողոտան այն ժամանակ մենք սխալ արեցինք։ Հիմա կոնդը վերջի, այսպես ասած, բան մոհիկանն է, որ մնացել է նախաթամանյանական Երևանից, որ պետքա փայփայել ու այդ ճանապարհով կոնդը վերակենդանացնել։ Հետաքրքիր է։ Կամարդ Հյուսեն Պողոտան դուր է գալիս։ Ես օրինակ, բացասական չեմ վերաբերվում։ Ես մի երկու գիտեմ։ Բացասական չեմ վերաբերվում։ Հյուսեն Պողոտան Պողոտայի խնդիրը ես կբաժանեի երկու մասի։ Ա. Ինչու չպիտի դա իրականացվեր, այդ մի հացի մի մասն է։ Մյուսը ճարտարապետության որակն է։ Ինչա կառուցվել այդտեղ էլի։ Ինչու չպետք է իրականացվեր, որտեվ հյուսը կա դատախազության, այսպես ասած, փաստաթղթը կա, եթե չեմ 30 հուշարձանական դվեր Հյուսեն Պողոտայի տարածքում, որոնք պետք է պահպանվեին, այնտեղ նեղ փողոցներ կա, չգիտեմ, հիշում ես թե չէ, շատ հետաքրքիր թաղամաս է։ Հյուսեն Պողոտայի զուտ պրոյեկտը որպես կա, ինքը ունի մի քանի խնդիրներ։ Հետև իամ այդ հիմնական սխալը որ թույլ է տրվել, որ քայլող մարդը շենքերի փողոցի, շենքերի առաջին իշերը եւ փողոցը հավասար չեն իրար հետ։ Դու անդադ շու աշճանեցություն բացամես։ Դա շատ կոպիտ սխալ է։ Այսինքն դու հենց փողոցում քայլում ես 0-ից արկված քաղաքում, բանում, փողոցում, դու պետք է միշտ քայլես 0, այսպես ասած, ground floor-ի փողոցի մակարդակի վրա։ Մտնես խանութ դուրս։ Այո։ Դա ջանք է պահանջում ճարտարապետներից, որպեսզի դա չանեին։ Այդ էլ ինչից է գալի խորհրդային տարիներին հենց որ նման խնդիր չկա դրված, ինչու Երևանում բոլոր խանութները մի հատ բացում ես, հիշում ես եւ այլն, որտեղ բնակելի տներ էին։ Իրանք որպես խանութներ չէին նախատեսվել։ Խորհրդային տարիներին այդքան խանութի կարիք չկար։ Այդ սխալը թույլ տվեց Հյուսեն Պողոտան։ Հյուսեն Պողոտան մյուս կոպիտ սխալը որ թույլ տվեց կամարաշարը, որ արվել է, որպեսզի դու հուլիս-օգոստոս ամսին Երևանյան տժժիկ շոկի ժամանակ կամարաշարի մեջով անցնես ոչ թե փողոցով անցնես, ինքը նեղ արվել։ Այսօր կամարաշարը ո՞րն է։ Շենքի առաջարկում կամարներ կան, որոնք պետք է պաշտպանում են առաջարկի խանութները արևից։ Հիմա իրանք բոլորը այնքան նեղ են, որ դու չես կարող տեղից զբոսնես, երկոքի չեն կարող հատվել։ Ու աշճաններով կարողանում ես, այսպես ասած, չես կարող նորմալ, այսպես ասած, քայլես։ Այդ երկրորդ սխալն է, օրինակ Հյուսեն, էլի մանր-մունր ինչ-որ տենց բաներ կա, կանաչի պակասը եւ այլն։ Չագուչի էֆեկտն է, էլի չէ։ Չագուչի էֆեկտ եւ ագահության էֆեկտն է։ Օրինակ հիմա Հյուսեն Պողոտայի ամենալավ ագահության սիմվոլն է։ Այդ KFC-ին որտեղ կա, KFC շենքի նկուղը գնում է մինչև Տերյան փողոցի մեջտեղը։ Այդտեղ շենքը մի թրիշկ էլ պիտի ունենար։ Շենքը կառուցում են, հասնում են երկրորդ հակ, եկել են ժամանակ քաղաքապետ Երևան Զախարյանն ասում գալիս, ասում ես ինչ է կայ, ասում բա շենք ենք սարք, ասում բա չեք տենում, ես փողոց ուղիղ պիտի գնա։ Ասում դե տարածքը քիչ է բանման եւ այլն, ու կտրում է այդ հարկը։ Բայց շենքի նկուղը եկել է Տերյան փողոցի տակ։ Ագահության, այսպես ասած, չպլանավորված, այսպես ասած, գործընթացների արդյունք է, ու տես փոճու լիքը պատմություններ կան, որոնք համնավորում են այդ ամեն ինչը։
Իսկ կասկադին ինչ է սպասվում։ Մենք ինչ-որ պայքար կա, չէ, բողոք կա, թե Դե որոշակի ռեակցիաներ կան, ընտրեցին կառուցապատողին, որ պատական մարդ չէ, բարձվեց։ Եվ բանել միշտ այսպես սրբի անունով հանդես եկող ընտանիքը ստացավ այդ իրավունքը տեղ կառուցապատելու։ Ես հույսով եմ չեն կառուցի, որտեվ նորից եմ ասում դա խնդրահարույց կառուցապատում է։ Իսկ ինչ պետք է լինի այդտեղ կարծիքով։ Ինձ թվում է պետքա ուղղակի կասկադ ավարտին հասցվի, որ կատարի իր ֆունկցիան A-կետից B-կետ հասցնելու համար։ Այդքան բարդ է անելը։ Չէ, բարդ չէ, ուղղակի եթե իմ ասած ձևով անեն, իրանք փող չեն աշխատի։ Դա ոչ չեն անում։ Իրանք ուզում են փող աշխատեն։ Ինչի՞ բայց էլի։ Ինչի հենց այդտեղ լավ լիքը, ասենք, լիքը գյուղատնտեսական հող կարան փոխել։ Ցանկացած դերից է կարելի է փող աշխատել։ Չէ, նախ գիտենք, որ ինչ-որ մեկին խոստացել է համերգասրա։ Այդ գիտենք։ Երկրորդ մի քանի, այսպես ասած, իսկ մենք քանի որ դու պայքարող ժամանակից ես եկել, հետաքրքիր է ինձ քո կարծիքը, հենց քո սուբյեկտիվ կարծիքը։ Մենք հիմա ունենք պայքարելու ներուժ քաղաքական հասարակության։ Իսկ այն ժամանակ քայլցիական։ Իսկ թվում է ունենք, բայց այնքան ավելի գոյաբանական լուրջ մարտահրավերներ կան, օրինակ հիմա չգիտեմ, էլի, եթե մարդիկ Բաքվում մահանում են բանտում, ես չեմ գնա կոպիտ ասած իմ քզմատից աղալ կլինի ցույց անել կասկադում վայ կանաչ տարածքներ եւ այլն էլի։ Եվ իշխանությունը դրանից օգտվում է։ Չարաշահում է դա։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է միասին խոսենք, պետք է գնահատենք մեր հնարավորությունները որպես հասարակություն, որպես, չգիտեմ, մտածող, այսպես ասած, հասարակության մտածող շերտ, արդյոք մեր ջանքերը որտեղ պիտի դնենք, որ ճիշտ լինի եւ այլն, բայց դա չի նշանակում այս ամեն ինչ պետք է ասած ուղղակի թույլ տալ գնալ։ Ես պետք է ասենք ֆիքսվել, որ սրանք սխալ բաներ են եւ այլն։ Հույս ունեմ, որ կլուծվեն այդ մնացած գոյաբանական, այսպես ասած, մարտահրավերները, կանդրադառնանք այդ ամեն ինչին։ Այսինքն արտաքին խնդիրների պատճառով մենք այսօրվա դրությամբ չենք կարողանում կոնսոլիդացնել ներքին ներուժ, որը կպայքարի։ Տարբերություններ այ։ Բնականաբար այնտեղ նաև այն ժամանակ եթե խոսենք մինչ 2018 թվականին, նաև կային այլ կառուցակարգեր, որոնք սնում էին այս տեսակ պայքարները։ Դա արևմտյան որոշակի ֆինանսական աղբյուրներն էին եւ այլն, ես մեջ եղել եմ, գիտեմ էլ այդ ամեն ինչը ոնց է աշխատում։ Հիմա էլ կարող է մեկ այլ գեոպոլիտիկ ուժի հետաքրքիր է ամեն ինչը։ Եթե դուք այսօր նայեք օրինակ լրատվականները, կարող է այսօր դիցուկ արևմտյան ֆինանսավորման լրատվականները քիչ են իշխանությունների քննադատում, մեկ այլ այսպես ասած ֆինանսավորման լրատվականներն են քննադատում։ Այդ մեկ այլը որևէ ռեյտինգ չունի երկրում, դրա համար մի քիչ բարդ է լինելու, էլի այդ գաղափարի ներքո։ Մեկ այլը շատ ուշացել է այս ամեն ինչին, որտեղ արևմուտքը տարիներով ենթակառուցվածքներ է ստեղծել ինքը այդ մակարդակները այլն։ Ազատությունն ու Ամերիկայի ձայնը փորձում են շրջանառությունից անեն Տրամփին։ Դե բայց հիմա ոնց որ եւ Ամերիկությունը ասած միգուցե ֆինանսավորենք։ Բայց այդ բանը մի այլ բան է ամեն դեպքում քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ ցավալիորեն արևմտյան այսպես ասած ազդեցությունը մեծ է, ինչպես եւ աշխարհի ամեն տեղերում, տարբեր տեղերում է այդպես, եւ հիմա մենք նաեւ այս մեզ մոտ որոշակի առումով ազդակա, որ մենք որպես ազգ, չեմ ասում պետություն, իա սփյուռքով, իա մնացած, այսպես ասած, ենթակացվելով հասկանա, որ չես կարող դու ձերքդ լվալ եւ միշտ աշխատել, այսպես ասած, պետության հետ։ Դու պետք է ստեղծես այն կառուցակարգը, որ այլընտրանքային մտածողության համար ստեղծես նաեւ դաշտ, որ ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի պահի պետք է օգնի այս երկիրը խելքի բերելու համար։ Էտա որ այլ լուծում չկա, որտեվ չենք կարող մենք անընդհատ ինքներս մեզ խոսել, վերջապես հիմա մարդիկ, փորձագետներ, անկախ փորձագետներ եւ այլն, իրանք պետքա ոչ միայն սնվեն ապրեն, այլև պետքա զարգանան, իրանք ինքնազարգացման վրա հնարավորություն ունենան։ Դու պետքա ենթակառուցվածքներ ստեղծես, որ այդ մարդկանց բան անել։ Իսկ եթե դու դա միայն թողնում ես արևմտյան ֆինանսավորման հույսին, մեզ այն ինչ որ հիմա ունես։ Անկախություն չես ունենում, էլի։ Անկախություն ինքնիշխանությունը տեղ է, դու կոմպետենցիան քոնն է, թե ուրիշի խայծից է կախված։
Բայց ուրիշ հարցն է, մենք ոնց որ կենտրոնացանք քաղաքի վրա, քաղաքի հին մասերի, բայց քաղաքը նաև այդ արվարձաններով է հիմա այնպես ակտիվ բավականին զարգանում, Տավետաշենում է վայրի շինարարություն գնում, չգիտեմ, դե արաբկիրը էլ չասած 15-16 կվարտալ դեֆանսը հսկայական շինարարություն։ Դեֆանսը նոր թաղամաս է, իմիջիալի դեֆանսը ոնց որ երևի մի քիչ տարբերվող այն իմաստով, որ չգիտեմ, շատ հրվաններից բռնած ինչ-որ ենթակառուցված կա, իսկ մյուսները շենք էլի։ Ես նույն Ստոկհոլմի օրինակով, ասենք այնտեղից ընկերս հո ճարտարապետ է, բացատրում էր տենց նոր բան են սարքում, ABC կլոր տրամաբանության մեջ է, իսկ մեջտեղում դնում են մշակութային, ժամանցային ինչ-որ բան, ոնց որ այդ արագացի մեջ դնում են առևտրային եւ այլն, եւ դրա շուրջը նոր ռեզիդենտ, բնակելի թաղամասը, այսինքն ինքը չի լինում շենք, ինքը ամբողջական ինֆրաստրուկտուրա, էկոհամակարգ է ու շրջանի ձևով է սարքած, որ բոլորը հավասար ոնց որ հեռավորության վրա լինեն, էլի։ Հիմա այդ մասով կա ինչ որ պատկերացումներ, ինչա պետք օրինակ, չգիտեմ, ծարավախբիրում ունենալ շենք, հետո նա ցենց բարակ փողոցա, որը դառնում է բոթելնեկ։ Շատ լավ կարծիք եք։ Դալմայի թաղամասում ես միշտ անդադ ինձ վատ եմ զգում, դե լիքը կառուցապատողներ։ Դալմայի թաղամասը ո՞րն է, այն հետ։ Ամբողջ մոդել։ Այն որ փողոց քանդեցին բանալից։ Ապրում են, ընկերներն եմ տունն են եւ այլ, միշտ այդ օրինակն եմ, բայց շատ ցայտուն օրինակն է։ 20-ից 25000 հոգի մարդ ապրելու։ Այս Սևան քաղաքն է։ Այդքան շենք կա։ Այո։ Եվ այն ամբողջը։ Եվ չկա ոչ մի բան։ Չկա դպրոց։ Իսկ 25,000 հոգուն 3 դպրոց հասնում։ Մանկապարտեզը հեշտ է, շենքի աչյակում մի բան կանեն, յոլա կգնան եւ այլն։ Դե կարևորը մոլը կողքն է։ Չկա մնացած ենթակառուցվածքները։ Հիմա չգիտեմ, նկատել եք տարբերից քանում են, փոզում են մի ձև կոյուղ են հասնում, միտեղ գազ են հասնում, մի ձև էս են հասնում եւ այլն։ Հիմա դալման Երևանում էր։ Զովունին Երևանում եկամ տեն հարկը վերացավ, Զովունիում կարելի է, հիմա Զովունին փոքր գյուղերի համար մենք ընկերներ ունենք, որ գնացին դեռ հանգստի անցամապեք, հիմա Զովունիում 8 10-ական շենք են սարքում, Փարաքարում 8 10-ական շենք են սարքում։ Ոնց ալնել այդ ներ փողոցներից եկանք սաուն ասենք եկամ տարակի թեման, հա, ինչ որ մի մասով անդրադարձեր, նաև այդ վթարային շենքերի կոնտեքստում, բայց ինչ կա էլ այդտեղ էլի։ Կարելի է երևի ավելի խելքով անել այդ ամեն ինչը։ Դա էլի կարծում եմ կներես ոնց որ ագահությունը իր դերը խաղաց, այն սկզբում որ ներդրեցին սահմանապակում չկար, մի շարք մարդիկ միանգամից հիշում եմ որ օգտվեցին լիքը տներ առնելով, Սկզբից պետական աշխատողների համար չէր ամենասկզբից։ Չէ, օրենքը պետական աշխատողների համար չէր, ուղղակի ինքը սկսեց ակտիվանալ նույն երազ թաղամասի 18-ից սկսեց, ինքը 18-ից սկսեց հեշտացվեց եւ այլ։ Ինչն է բանը, ինչու՞ մա եկամ տեն հարկի խնդրեմ էլի։ Հայաստանի բնակչությունը 1990 թվականին եղել է 3.3 միլիոն մարդ։ Հայաստանի բնակչությունը հիմա 2.9 միլիոն է, հիմա 3 միլիոն հասավ էս վերջերս եւ այլն։ Հայաստանում չկա բնակչության աճ։ Նաեւ վերջի 30 տարիներին ստեղծվել է, կառուցվել է որոշակի բնակելի ֆոնդ։ Այսինքն մենք պետությունը խթանեց մի հատ պահանջարկ, որի անհրաժեշտությունը մենք կարանք կասկածի տակ տնենք։ Անհրաժեշտությունը կար այնքանով, որ մարդիկ, այսպես ասած, մեծ ընտանիքներում կեսարից էին ուզում ազատվեին, մարդիկ չէին ուզում խոցելի շենքերից, խենթ խոցելի շենքերում բնակվեին եւ այլն, բայց դա մի հատ հնարավորություն է, որը կարելի է շատ ավելի լուրջ խնդիրներ լուծել եւ ոչ թե նոր խնդիրներ առաջացնել։ Բայց դա նաև բերեց որ մարզերից լիքը մարդիկ եկան, ոնց իրենց եկամտահարկ օգտագործեցին։ Վերջին հնարավորությունը օգտագործեցին եկան Երևանում։ Երևանում կառուցվեց մոտապես 150-ից 200,000 միավոր գույք։ Եթե հաշվենք մեկ ընտանիքը 3-ից 4 հոգի, 800,000 հոգու համար ստեղծվեց գույք, որը բերեց նրան, որ Երևանի Հայաստանի տարբեր շրջաններում մարդիկ Երևանում տներ ունեցան, ասում են լավ երեխեք որ գնան սովորելու այնտեղ կբնակվեն եւ այլն։ Պետությունը հավաքեց պարտք, որի մասին մենք չենք խոսում։ Ակադեմիական քաղաքն է դուրս է գալու է։ Այո։ Պետությունը անցյալ տարի մոտ $200 միլիոն մենակ եկամտային հարկա վերադարձրել։
Եթե մենք հաշվի առնենք, որ դա միջինը 15 տարով վերցրած վարկեր են, մենք վերջի 5 տարվա ընթացքում 3 միլիարդ դոլար միայն եկամտային հարկի վրա պարտք ենք հավաքել, որ պիտի վճարենք։ Որ չի արտացոլում Հայաստանի արտաքին պարտքի մեջ։ Դուք ֆինանսիստներ ինձ ավելի լավ գիտեք, չեմ ուզում մտնեմ այդ դաշտ։ Այսինքն 3 միլիարդ մենակ մենք բերեցինք այս ծավալի կառուցապատման համար։ Իսկ ինչքան հարկ է հավաքել պետությունը։ Ես էլ չեմ կարող։ Առանց դրա ոնց որ մի քիչ կիսատ է, էլի։ Բան չեմ ասում։ Ֆինանսների նախարարությունն էլ կառավարությունն էլ թեման հասում է, այդքան պարտք հավաքեցինք, բայց այդ պարտքը, քո ասած առաջիկա 15 տարվա վրա որի ներկա արժեքը շատ ավելի ցածր է ու բացատրվում էր նրանով, որ այդ գույքը, որ առաջ վաճառում էին ոչ իրական արժեքով, հիմա իրականով է, ավելի շատ ավելացված արժեքի հարկ են տալիս եւ այլ հարկերն է շատացել, այսինքն պետք է մեկ այդ վերլուծությունը անի, որը ենթադրում եմ չեն անում կամ նորմալ չեն անում։ Բայց ես հիմա ուզում 3 միլիարդի նոր բաներ ավելացնել։ 3 միլիարդը, որ մենք արեցինք, 3 միլիարդի մեջ մենք չենք հաշվում այն ենթակառուցվածքները, որոնք մենք պետք է կառուցենք այս 150,000-ից 200,000 գույքը կառուցելու համար։ Օրինակ համար ինչ-որ մի բայ 100,000 ասել Ժորժ ջան, ես գազ չունեմ ձեզ տալու։ Այսօր Երևանում մասնավոր մարդիկ քաշել են գազի գիծ Աբովյանից եւ երկրորդային շուկայում վաճառում են գազի իրավունքը մարդկանց։ Նույնը ջրի դեպքում է տեղ ունենում։ Որ Կառուցապատողներ։ Կառուցապատողների շենք է սարքում, քաղաքացու մեզ գազ չգնա մարդուց վեց։ Օրենքով միջազգային պայմանագրով Հայաստանում մոնոպոլի իրավունքը գազինը տրված է ռուս գազավիթին։ Գազպրոմին կամ ինչ ուզում եք ասել։ Ստացեցին կողքից բիզնես, կարճաժամկետ։ Բայց դա նորմալ չի, էլի։ Բան չեմ ասում նորմալ։ Նույնը ջուրն է, բազմաթիվ դեպքեր դուք եք ձեր շրջապատում տեսնեք, մարդ ասում է, այս թաղամասում ջուր չկա, բայց եսին Պողոսյան Պողոսի եսին որդին վերել է, պիտի գտնեմ փողտամյան կպնեմ այդ գծից։ Տենց չի լինում, էլի դա։ Ինչ է լինում, այս գազը հոսանքի պահանջը, հայկական էլեկտրոցանց, ասում եմ, ես չեմ կարողանում բավարարեմ այս պահանջը եւ եթե չեմ սխալվում, պետությունը որոշակի պարտքով գումար տվեց էլեկտրոցանցին, որպեսզի կարողանա ապահովի այս քանակի կառուցապատման համար ուրեմն նոր էլեկտրամատակարարում։ Եվ ինչ է լինում, ինչպես քիչ առաջ խոսացինք, մենք բաժանորդների ծախսի ավելացում չկա, այս ընկերությունները նոր հասույթ չեն ունենալու։ Այս ընկերությունները փող են ծախսում, ենթակառուցվածքի վրա փող են դնում, որ հետո պիտի գան բաժանեն բոլորիս, այսպես ասած, բանի վրա, կոմունալ ծախսերի վրա եւ այլն։ Ինքնարժեքը բազում, որտեղ ձեր չի տալի, բայց ինչի է, եղբայր, ես ունեի դու այն ժամանակ 800,000 բաժանորդ, հիմա բերեցես դա 800,000 բաժանորդ, դարձած 1 միլիոն բաժանորդ եւ այլն, բնակչություն չի ավելացել։ Մի հատ կասես, որ դա ավելացած արժեքը։ Հաջու հիմա ես խոսում ենք բանի համար, գծային ենթակառուցվածքների համար, բա դպրոց կառուցելը։ Հիմա Դալմայում թանգո կրակ դպրոց կառուցելու փողը ով է տալու։ Ես թե կառուցապատողը, որ գերշահույթ հաստատը, թե պետությունն է կառուցում։ Թե այն բանկը, որ գերշահույթ հաստատը հիպոթեկայի շուկայից։ Իրանք չեն տալու։ Եվ այս երկրորդ պայմանական այն 3 միլիարդին, այսպես ասած, գումարենք այս հավելյալ ծախսը եւ խնդրում հաշվեն այս մյուսը։ Մենք միջին խավով, շատ հով գնացինք, տեղավորվեցինք նորակառույց շենքերում, խոցելի խմբերի գնացին, տեղավորվեցին խորհրդային տարիների սեյսմիկ արմով խոցելի շենքերում, որոնք կյանքում չեն կարողանալու իրանք թույլ տալ, որպեսզի իրանք շենքերը ամրացնեն եւ այլն, պետությունը բերել է մի հատ ուրիշ ծրագիր է մշակելու այդ բնակարանների խնդիրները լուծելու համար եւ փողովատալու նույն միջին խավը։ Մենք ենք տալու։ Դե էլի ֆինանսներում այդպիսի գաղափար կա, private profits, social losses։ Այսինքն երբ որ մինուս են գնում դա հարկատուն, իսկ երբ որ շահույթներ դա արտերություն։ Եվ այս մեջտեղում մեր բոլորի շրջապատում ընկերներ ունենք, որոնք երկրորդ գույքը ձեռք բերեցին։ Ծաղկաձորում իրանց երրորդ գույքը ձեռք բերեցին, որ չեն բնակվելու ընդհանրապես։ Հույս ունեն, որ ուսներին են վարձով տալու։ Ծաղկաձորից վիճակը տնան, ոնց են վարձով տալու եւ այլն։ Այսինքն այդտեղ նաեւ այս տեսակ լիքը բաներ կան, որոնք տեղյակ են։ Սպեկուլյացիա է։ Ամեն մարդ իր կապիտալը ինքն է որոշում, ոնց կառավարի, ոչ մարդիկ որոշեցին գույքերով դա անել։ Բայց եկեք ես չֆինանսավորեմ այդ սպեկուլյացիա։ Ծաղկաձորի մասին խոսեցինք։ Ծաղկաձոր քաղաքի բնակչություն 1700 բնակիչ է։ Ծաղկաձորում այս պահին կառուցապատման արդյունքում ծաղկաձորի բնակչությունը հասնելու է 6000-ից 7000 հոգու։ Բնակչությունը բնակելու տեղ ալնելու։ Այսինքն լավ չէ որ միք Երևանից դուրս են։ Բայց դրանք բոլոր տուրիստներ են, որոնք գնում են դեղ ապրում են, որոնք չունեն կոյուղու մաքրման կայան, չունեն ջուր, չունեն հոսանք։
Իրանք չունեն ճանապարհ։ Շենք ունեն, էլի, ոչ թե անտառում են ապրում։ Որը մենք սուբսիդավորել ենք մեր հարկերով, չենք ապահովել ենթակառուցվածքները, այդ կեղտաջերը գնալու է լցվելու է սարերը, ձորերը եւ այլն։ Իսկ վերջը ծաղկաձորում է, մենք գիտենք մայլերի ստեղծումից հետո ծաղկաձորում են նախկին հոսքերն էլ չկան եւ այլն։ Մենք մի հատ սխալ մի բան ենք անում կոնկրետ ծաղկաձորի ման վրա։ Ծաղկաձորում մենք փող ենք ներմուծում, իբր թե ենթակառուցվածքն է զարգացում, տուրիզմ զարգացնելու համար, ոչ չեն կանալու զարգացնել, որովհետեւ սխալ ճանապարհով են գնում։ Ծաղկաձորի ողջ գլխավոր հրապարակը կառուցա պատվելա, քայլելու տեղ չկա եւ այլն։ Վերջը դուսա գալիս 7000 գույքը, որի մի մասը մենք ենք սուբսիդավորել եւ այլն, մեր վրա շատ ավելի թանկանստել է ինձ թվում։ Կանք բենք Դիլիջանի վրա։ Դիլիջանը ի՞նչ է լինելու։ Նույն բանը Դիլիջանում է լինելու։ Նույնը Դիլիջանն է լինելու։ Դիլիջան տարածք մեծ է։ Կապ չունի։ Դիլիջանը ծաղկաձորը փոքր տեղ է, էլի, Քիպլիկ։ Իսկ թվում է դժբախտաբար ցավով եմ ասում, նույն սխալները մենք անել ենք Դիլիջանում։ Դիլիջանը դերևս 60-ականներին հենց որ ինքը մի քանի գյուղերի միացումով ձևավորվել է որպես մեծ քաղաք, ինքը դերևս դա չի հաղթահարել։ Մենք բերեցինք կողքից է գյուղեր, կպցրեցինք եւ այլն։ Դիլիջանում չես հասկանում, կենտրոնը որտեղ է, ոնց է քայլում, ոնց է անում եւ այլն։ Ցավով եմ ասում, բայց նույնը Դիլիջանն է սպասվում։ Դիլիջանը ապա կենտրոնն է այդ իմաստով։ Դե բայց Դիլիջանում մեկը նորից գոյողին չի մաքրվում, ինչպես եւ Հայաստանում գրեթե ոչ մի չի մաքրվում։ Մենք խոսում ենք Երևանի խնդիրների մասին, պատկերացեք 1 միլիոնանոց քաղաքի կեղտաջրերը չեն մաքրվում եւ լցվում են Հրազդան գետը։ Որից հետո գնում են Արարատյան դաշտում ջրում են բանջարեղեն, մենք ուտում ենք։ 21-րդ դարում եվրոինտեգրվող երկրում, այսպես ասած, Երևանի ողջ ջուրը մեխանիկական մաքրման է, մի հատ ավիացիան չի աշխատում, այնպես մի հատ ֆրից ինչ-որ կոշտ մատերիալներ անում են, նստում են Հրազդան գետը։ Իսկ այդ հարցը բարդ է լուծել։ Չէ։ Փող չկա մեջ լուծել։ Փողն է։ Չէ, ոչ թե լուծելու փող, այլ փող աշխատելու։ Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, որ միջազգային դոնորները ասում են մենք պատրաստ ենք ֆինանսավորենք մաքրման կայանները, եթե դուք պատրաստ եք շահագործեք դա։ Վիոլային ասում են վիոլա ջան կշահագործես, ասում եմ շահագործեմ, բայց փող տվեք, ասում են չէ սակագին չենք կարող բարձրացնենք։ Ինչի որ ընտրություններ է դեմը։ Դու բազավը չես կարող դու պայմանական չեմ գի 50 դրամ թե ինչքան է մեկ խորանատ մետր կեղտաջրի մշակման համար էլ ինչ շատ փոքր այդ թվը դու չես կարող անես հիմա միջազգային ստանդարտով եթե չես խմում 2-ից 3 եվրո է մեկ խորանատ մետր ջուրի սպասարկումը օրինակ եմ փող հավաքես դու բերում ես դա առաջնահերթություն չես տալի դրան չես լուծում այդ խնդիրը Թումոյի այգում բացօթյա օպերայի համերգներ ես կազմակերպում, չգիտեմ ինչի, Կասկադում համերգասեր ես սարքում եւ այլն, բայց իմ երեխեքին դու տալիս ես կեղտաջրով ջրված լոլիկ։ Ուղղակի ցանկություն է դա։ Շատ տենց բան թեմա է, էլի, տենց լիքը կողմեր ունի։ Դե այդ մեջ անկազմակերպվածությունը եւ ընդհանրապես պնդությունն էլ է ցույց տալիս։ Իսկ ասացի դուսն ես պրոյեկտներ անում, թե այստեղ էլ ես անում, ինչով ես զբաղվում հիմնականում։ Այստեղ շենքեր ենք նախագծում, այգիներ ենք նախագծում, միջազգային կազմակերպների խորհրդատվություն ենք իրականացնում, բայց ինչ որ ասում եմ, ես ինֆորմացիաների մի մասը եւ այլն, նաեւ այդ պրոյեկտների ժամանակ բացահայտված մենք պրոյեկտներում տենց բան ունենք Սևանի վերաբերյալ տուրիզմի զարգացման մի հատ շատ հետաքրքիր պրոյեկտ է, վերջերս արեցինք, որ էլի տենց շատ կարծում եմ կարևոր ձեռքբերում եղավ։ Փորձում ենք այս ամեն ինչի ինչ-որ խոսեցինք, եթե ինչ-որ մեկը լսում է, ինչ-որ հնարավորություն կա, փորձում ենք դրանք դարձնել փաստաթղթեր, քաղաքականություններ, որոնք երկարաժամկետ կտրվածքով կարող են ազդել։ Դակ այդ բանի խորհրդային տարիների այդ շենքերի հարցը նույնիսկ 2019-ին եմ ես բարձրացել, հիմա նոր դարձել է պետական օրինակ եմ քաղաքականության մի մաս, օրինակ եմ դարձել է լավ։ Հիմա նայած ոնց քրեականացվի, նույն կոնդի համար 2005 թվականին, որ մենք կոնդի մասի խոսում ենք, սաղ ծիծաղում են, փոշի թաղը ինչ եք պահում, բաման եւ այլ, հիմա արդեն բոլոր կոնդ են պահում, օրինակ եմ։ Շատ քիչ որոշակյամով ազդում են, բայց ցավալի է, որովհետեւ
Ես հիշում եմ օրինակ հենց որ գետարն էին փակում ճանապարհ սարքելու համար, ոնց ենք մենք վեր տալի որ չանեն դա։ Հիմա էլի կամաց ոնց որ էլ գալիս են վերադառնում այդ հարցի, որ գետարը պետքա բացել օրինակ։ Թանկ որտեղ Երացին։ Այդ Երացին ես հիշում եմ որ բացեր երկու կողքից նեղ ճանապարհ էր գնում։ Դե Օղակաձև զբոսայգու հատվածը կողքից տրամվայն էր գնում։ Այդ հատվածը ասենք թե կամաց բան են անում որ պետքա գնալ այդ ճանապարհով։ Այսինքն որ եթե հեղեղ լինի, այդտեղից ջուր դուրս գա։ Ոչ միայն այդ ջուր դուրս գա, այլև այդ ստեղծի միկրոկլիմա, որ կարողանա այսպես ասած էկոսիստեմա որոշակի լինի, այդ կանաչ տարածքը կպահպանի օրինակի համար։ Հրազդանի ձորի համար մենք մի քանի տարի առաջ առաջարկեցինք որոշակի ինչ-որ բաներ տեղի ունենան։ Հիմա ոնց որ թե արդեն Հրազդանի ձորը դասում են բնության հատուկ պահպանվող տարածք օրինակ։ Շատ փոքր ազդում են, բայց ես բավարարված չեմ այս տեմպերով, որտեղ նորից եմ ասում, այս բոլոր սխալները, որ մենք հիմա բացաձայնում ենք, դրանք տարիներով ապրած սխալներ ու թանկանում են դրանք։ Մենք բազմապատիկ անգամ ավելի թանկ ենք վճարելու այս ամեն ինչին։ Չհաշված մեր աղցությունը, որ մենք ամեն օր կորցնում ենք մեր երեխեքի եւ ուրիշների երեխեքի։ Իսկ քո մոտիվացիան որն է պայքարելու այդ ամեն ինչի համար։ Մոտիվացիան ես իմ փեշակն եմ։ Ես ուշ անելու բան չունեմ, ոչ թե պայքարել, այլ ես ամեն ինչ ճիշտ ուղու վրա դնելը։ Որտեվ դե ասենք ճարտարապետներ կան նույն որ դիմա ասած փոփոխ շենքի տակը շենք են նախագծում ու չեն մտածում։ Դե ես մի քիչ ավելի հենց ավարտելուց հետո մտածել եմ, որ ճարտարապետի սոցիալական դերակատարությունը շատ ավելի կարևոր է, քան թե մի քանի շենք ավել նախագծելը։ Ու նաև դրսում որոշակի առումով սովորել եմ, վերապատրաստվել եմ քաղաքային պլանավորման այդ կառուցակարգերի եւ այլի համար ու նույնիսկ եմ ասում, այսինքն ես գիտեմ, կամ շենք գծեմ, բայց ում ասեմ, շենք գծողներ միգուցե շատ կան, բայց այն ինչ որ հիմա ես ասում եմ եւ այլն, դժբախտաբար մենք քիչ ենք, բայց դրա մասին պետք է խոսել, գրել գոլեգաներին, նոր սերունդին, դասավանդել, դաստալ, որպեսզի միգուցե ժամանակ ընթացքում շո բան փոխվի։ Շատ լավ։ Հարց ունես։ Չէ, Սարհատին շնորհակալություն հայտնի։ Ես եմ շնորհակալ։ Այդ զրույցը ինքը այնպես մի շնչով գնաց։ Բոլոր թեմաները կարծում եմ բոլոր այս ունկնդիրների համար շատ հետաքրքիր լինելու։ Արգելի հանդիսատեսներ, ունկնդիրներ, շնորհակալություն որ մեզ դիտում եք, շարունակեք, բաժանորդագրվեք, լայք տվեք, եթե ձեզ դուր է գալիս եւ կհանդիպենք մեր հաջորդ հաղորդումներում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։